Երբ ոստիկանությունը մտավ Կարո Հայրապետյանի տուն, վարպետի մահից 3 օր անց, նրանք գտան մի բան, որը 30 տարի թաքցրել էին ընտանիքի անդամները։ Դա փոքրիկ նոթատետր էր, որի կազմին գրված էր «Չկարդալ»։ Այդ էջերում Կարոն ձեռագիր նշել էր անունները, մարդկանց, ովքեր փորձել էին գողացնել նրա ջութակը, մարդկանց, ովքեր սպառնացել էին նրան, մարդկանց, ովքեր խոստացել էին պաշտպանել, բայց դավաճանել։ Վերջին էջում դողացող ձեռագրով գրված էր մեկ նախադասություն. «Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, փնտրեք նրան, ով ամենաշատն էր սիրում իմ երաժշտությունը»։ Այդ նոթատետրը անհետացավ հենց հետաքննության առաջին օրը։ Ով էր այն մարդը, ով այնքան ուժեղ էր, որ կարողացավ ջնջել ապացույցները։ Ինչու ընտանիքը լռեց 20 տարի, եւ ամենակարևորը, որտեղ է հիմա այն սրբազան ջութակը, որը Կարոն անվանել էր իր հոգու ձայնը։ Այս պատմությունը սկսվում է ոչ թե Կարո Հայրապետյանի փառքի օրերից, այլ այն խավարից, որը թաքնված էր փայլի ետևում։ Երբ ողջ Հայաստանը գիտեր նրան որպես վարպետ, երբ նրա ջութակի ձայնը լցնում էր համերգասրահները եւ մարդիկ լացում էին երջանկությունից, շատ քչերը գիտեին, որ Կարոն ապրում էր մշտական վախի մեջ։ Վախ, որ կորցնի իր գործիքը, վախ, որ դավաճանվի իր ամենամոտ մարդկանց կողմից, վախ, որ նրա արվեստը կվերածվի առևտրի։ Եվ այդ վախերը չէին եղել անհիմն։ 1986 թվականին, երբ Կարոն արդեն դարձել էր ազգային հպարտություն, նրա տանը տեղի ունեցավ առաջին փորձը գողանալ ջութակը։ Այդ գիշեր Կարոն վերադարձել էր համերգից ուշ, հոգնած, բայց երջանիկ։ Նա դրել էր ջութակը իր սովորական տեղում, ննջասենյակի անկյունում գտնվող հատուկ պահարանում, որը ինքը պատրաստել էր։ Բայց առավոտյան, երբ արթնացավ, պահարանի փականը բաց էր, ջութակը չկար։ Կարոն սկսեց աղաղակել այնպես, որ հարևանները վազեցին օգնության։ Նրա կինը Արմինեն գտավ ջութակը տան ետևի բակում, թաքնված հին վերմակի տակ։ Ինչ-որ մեկը մտել էր տուն, վերցրել ջութակը, բայց չէր հասցրել փախչել։ Կամ փախչել չէր ուզեցել, կամ ուզել էր ուղարկել ուղերձ։ Ոստիկանությունը եկավ, գրանցեց դեպքը, բայց ոչ մի հետք չգտավ, ոչ մի կոտրված ապակի, ոչ մի բռնված փական։ Դա նշանակում էր, որ գողը ունեցել էր բանալի, կամ ինչ-որ մեկը ներսից բացել էր դուռը։ Կարոն չուզեց խոսել այդ մասին հրապարակակայնորեն։ Նա ասաց ընտանիքին, որ դա պետք է մնա գաղտնիք, որովհետև եթե մարդիկ իմանան, որ նրա ջութակը խոցելի է, ապա փորձերը կրկնվեն։ Բայց իրականում Կարոն վախենում էր ավելի խորն բանից։ Նա վախենում էր, որ գողը եղել է ինչ-որ մեկը, ում նա վստահում էր։ Եվ այդ մտքից նա սկսեց փոխվել։ Հետագա տարիներին Կարոն դարձավ կասկածամիտ։ Նա սկսեց փոխել ջութակի պահման վայրը ամեն գիշեր։ Երբեմն թաքցնում էր այն պահարանում, երբեմն անկողնու տակ, երբեմն տանում էր իր հետ նույնիսկ լոգարան։ Նրա ընտանիքը սկսեց անհանգստանալ։ Արմինեն ասում էր ընկերներին, որ Կարոն քնում է ջութակը գրկած, որ նա խոսում է նրա հետ, կարծես դա կենդանի էակ է։ Եվ ճիշտ էր, Կարոյի համար այդ ջութակը ավելին էր, քան գործիք։ Դա եղել էր նրա հոր վերջին նվերը, դա եղել էր այն ձայնը, որով նա հաղորդակցվել էր աշխարհի հետ, դա եղել էր նրա ինքնությունը։ Բայց ինչու ընտանիքը լռեց այդ առաջին գողության փորձի մասին։ Ինչու Արմինեն, որը սիրում էր խոսել, որը միշտ կիսվում էր ամեն ինչով հարևանների հետ, այս անգամ փակեց բերանը։ Պատասխանը կրկին կապված էր այն անունների հետ, որոնք Կարոն գրել էր իր գաղտնի նոթատետրում։ Մարդիկ, ովքեր ուներին իշխանություն, մարդիկ, ովքեր կարող էին ոչնչացնել ընտանիքը մեկ հեռախոսազանգով։ Եվ Արմինեն ընտրեց լռությունը ոչ թե դավաճանության պատճառով, այլ վախից։ Վախից, որ եթե խոսի, ապա կորցնի ոչ միայն ջութակը, այլև ամուսնուն։ 1989 թվականին Կարոն ստացավ առաջարկ, որը կարող էր փոխել նրա կյանքը։ Մի հարուստ հավաքորդ Իտալիայից, որի անունը երբեք չհրապարակվեց, առաջարկեց գնել ջութակը անչափահաս գնով՝ $200,000։ Այն ժամանակ աստղագիտական գումար։ Կարոն մերժեց առանց մտածելու, բայց հավաքորդը չհեռացավ։ Նա ուղարկեց միջնորդներ, ովքեր սկսեցին հետևել Կարոյին, ովքեր սկսեցին սպառնալ նրա ընտանիքին։ Մի օր Կարոյի դուստրը 12 տարեկան Անին վերադարձավ դպրոցից լացով։ Նա ասաց, որ մի անծանոթ մարդ մոտեցել է նրան եւ ասել. «Ասա քո հորը, որ ջութակը չի պատկանում նրան, այն պատկանում է աշխարհին»։ Կարոն այդ օրը կոտրեց։ Նա գնաց ոստիկանություն, բայց ոստիկանները ասացին, որ չեն կարող անել ոչինչ առանց ապացույցների։ Ո՞վ էր այդ իտալացի հավաքորդը։ Ինչու նա այդքան ուզում էր Կարոյի ջութակը։ Եվ ամենակարևորը, ինչպես նա իմացավ, որ այդ ջութակը ոչ թե սովորական գործիք է, այլ հազվագյուտ նմուշ, որը պատրաստվել էր 12-րդ դարում Իտալիայում։ Կարոն երբեք չէր պատմել այդ մասին հրապարակայնորեն։ Նա պահել էր գաղտնիք նույնիսկ իր ամենամոտ ընկերներից։
Բայց ինչ-որ մեկը խոսել էր, ինչ-որ մեկը, ով գիտեր ճշմարտությունը, վաճառել էր այդ տեղեկությունը։ Այդ դավաճանությունը եղավ Կարոյի կյանքի ամենաանսպասելի հարվածը։ Նա սկսեց կասկածել բոլորին, իր գոլեգաներին, իր ընկերներին, նույնիսկ իր ընտանիքին։ Նա դադարեցրեց հրավիրել մարդկանց տուն, նա դադարեցրեց վստահել նույնիսկ իր մենեջերին։ Եվ այդ մեկուսացումը դարձավ նրա անկման սկիզբը։ Որովհետև երբ մարդը կորցնում է վստահությունը, նա կորցնում է ամեն ինչ։ Եվ Կարոն կորցնում էր ոչ միայն վստահությունը, այլև իր հոգին։ Բայց պատմությունը դեռ չէր վերջացել։ 1991 թվականին, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց եւ Հայաստանը դարձավ անկախ, երկրում սկսվեց քաոս։ Մարդիկ փախչում էին, մարդիկ վաճառում էին ամեն ինչ գոյատևելու համար։ Եվ հենց այդ քաոսի մեջ Կարոյի ջութակը կրկին դարձավ թիրախ։ Այս անգամ ոչ թե հարուստ հավաքորդների, այլ հանցավոր խմբերի։ Նրանք գիտեին, որ այդպիսի գործիքը կարելի է վաճառել սև շուկայում միլիոնների դիմաց։ Եվ նրանք սկսեցին որսալ Կարոյին։ Մի գիշեր, երբ Կարոն վերադառնում էր ուշ համերգից, նրանք կանգնեցրեցին 3 անծանոթ մարդիկ։ Նրանք չէին կրում դիմակներ, նրանք չէին վախենում ճանաչվելուց։ Դա նշանակում էր, որ նրանք ունեին պաշտպանություն, որ նրանք գիտեին ոչ ոք չի կարող նրանց դեմ բան անել։ Նրանք պահանջեցին ջութակը։ Կարոն ասաց, որ այն տան է։ Նրանք ծեծեցին նրան այնպես, որ նա 3 շաբաթ անցկացրեց հիվանդանոցում։ Բայց Կարոն չխոսեց։ Նա չասաց, թե որտեղ է ջութակը, որովհետև նա արդեն փոխադրել էր այն ապահով վայր, մի տեղ, որտեղ ոչ ոք չէր կարող գտնել։ Կամ այդպես նա կարծում էր։ Ո՞վ էին այդ 3 մարդիկ։ Ինչու ոստիկանությունը երբեք չգտավ նրանց։ Եվ ամենակարևորը, ինչպես նրանք իմացան, որ Կարոն այդ գիշեր կլինի մենակ, առանց պահապանի։ Ո՞վ էր այն մարդը, ով տեղեկացրել էր նրանց Կարոյի երթուղու մասին։ Այս հարցերը մնացին անպատասխան, բայց Կարոն գիտեր ճշմարտությունը։ Նա գիտեր, որ դավաճանը շատ մոտ է, եւ այդ գիտելիքը սկսեց սպանել նրան ներսից։ 1992 թվականին Կարո Հայրապետյանը կայացրեց որոշում, որը փոխեց ամեն ինչ։ Նա որոշեց թաքցնել ջութակը այնպիսի վայրում, որտեղ ոչ ոք, նույնիսկ նրա ընտանիքը չէր իմանա։ Նա վարձեց մի փոքրիկ պահեստարան Երևանի արվարձաններից մեկում, վճարեց 1 տարվա վարձը, առաջավ եւ տարավ ջութակը այնտեղ։ Նա ասաց Արմինեին, որ ջութակը տվել է մի վստահելի ընկերոջը պահպանության, բայց չասաց ում։ Արմինեն չհավատաց, բայց չհարցրեց։ Նա արդեն սովորել էր չհարցնել։ Բայց այդ գաղտնիությունը դարձավ Կարոյի անիծքը, որովհետև երբ մարդը թաքցնում է իր ամենաթանկ բանը, նա սկսում է կորցնել ինքն իրեն։ Կարոն սկսեց մոռանալ, թե ինչու է նվագում։ Նա սկսեց մոռանալ, թե ինչու սիրում է երաժշտությունը։ Նա դարձավ մի մարդ, ով ապրում էր միայն վախից կորցնել, վախից դավաճանվել, վախից մոռացվել։ Եվ այդ վախը սկսեց ազդել նրա նվագի վրա։ Նրա գոլեգաները նկատեցին, որ Կարոյի ձայնը փոխվել է։ Նա նվագում էր նույն նոտաները, բայց դրանք այլևս չէին հուզում մարդկանց։ Դրանք հնչում էին մեխանիկ, անհոգի, կարծես Կարոն կորցել էր կապը իր հոգու հետ։ Մի հին ընկերը, ով նվագում էր նրա հետ տասնամյակներ շարունակ, ասաց. Կարոն մեռել է, բայց դեռ շարունակում է շնչել։ Եվ դա ճշմարտություն էր։ Կարոն դարձել էր ուրվական իր սեփական կյանքի մեջ։ 1994 թվականին Կարոն ստացավ հրավեր նվագելու Մոսկվայում, մի հեղինակավոր փառատոնում։ Դա եղավ նրա վերջին մեծ համերգը։ Նա գնաց առանց ջութակի։ Այո, դուք ճիշտ լսեցիք։ Կարո Հայրապետյանը, վարպետը, գնաց համերգի առանց իր սրբազան ջութակի։ Նա վարձեց մի ջութակ Մոսկվայում, մի սովորական գործիք, որը ոչինչ չէր նշանակում նրա համար։ Եվ նա նվագեց։ Բայց այդ համերգը դարձավ աղետ։ Մարդիկ, ովքեր եկել էին լսելու Կարո Հայրապետյանին, հեռացան հիասթափված։ Նրանք ասացին, որ դա չէր Կարոն, որ դա ինչ-որ մեկ ուրիշն էր։ Քննադատները գրեցին, որ վարպետը կորցրել է իր հմայքը, որ նա դարձել է միջակություն։ Եվ Կարոն կարտաց այդ քննադատությունները եւ լաց եղավ։ Նա լաց եղավ, որովհետեւ գիտեր, որ նրանք ճիշտ են։ Նա կորցրել էր իր ջութակը եւ դրանով մահանդերձ կորցրել էր իր ինքնությունը։ Բայց ամենավատը դեռ առաջ էր։ Երբ Կարոն վերադարձավ Երևան եւ գնաց պահեստարան վերցնելու ջութակը, նա գտավ դատարկ տուփ։ Ջութակը չկար։ Փականը կոտրված էր, պահեստարանը թալանված։ Կարոն ընկավ ծնկի վրա եւ աղաղակեց այնպես, որ պահեստարանի սեփականատերը վազեց օգնության։ Բայց օգնություն չկար։ Ջութակը անհետացել էր։ Ոստիկանությունը սկսեց հետաքննություն, բայց կրկին ոչինչ չգտավ։ Ոչ մի հետք, ոչ մի վկա, ոչ մի ապացույց։ Կարծես ջութակը լուծվել էր օդում, բայց Կարոն գիտեր, որ դա հնարավոր չէ։ Ինչ որ մեկը գիտեր, թե որտեղ է ջութակը։ Ինչ որ մեկը հետևել էր նրան,
ինչ-որ մեկը սպասել էր ճիշտ պահին, եւ այդ ինչ-որ մեկը հիմա ուներ նրա հոգին։ Կարոն սկսեց իր սեփական հետաքննությունը։ Նա սկսեց հարցաքննել բոլորին, ովքեր գիտեին պահեստարանի մասին, բայց ոչ ոք ոչինչ չգիտեր, կամ ոչ ոք չուզում էր խոսել։ Նա գնաց Սև շուկա, նա խոսեց հանցավոր խմբերի հետ, նա առաջարկեց փրկագին, բայց ջութակը չհայտնվեց։ Կարծես այն անցել էր մի զուգահեռ աշխարհ, որտեղ Կարոն չէր կարող հասնել։ 1995 թվականին Կարոն ստացավ անանուն նամակ։ Այն գրված էր ձեռագրով, հին թղթի վրա, եւ հոտ էր գալիս ծխախոտից։ Նամակում գրված էր. «Քո ջութակը ապահով է, այն այնտեղ է, որտեղ պետք է լինի։ Դու երբեք չես գտնի այն, բայց այն միշտ կլինի քեզ հետ»։ Կարոն կարդաց այդ նամակը տասնյակ անգամներ, փորձելով հասկանալ ինչ է դա նշանակում, ով էր ուղարկել այն, ինչ նպատակ ուներ, եւ ամենակարևորը, արդյոք ջութակը իսկապես ապահով էր, թե դա միայն դաժան խաղ էր։ Այդ նամակը դարձավ Կարոյի ամենավերջին հույսը։ Նա սկսեց հավատալ, որ ջութակը չի վաճառվել, որ այն չի կոտրվել, որ այն պահպանվում է ինչ-որ մեկի կողմից, ով հասկանում է նրա արժեքը։ Բայց ով կարող էր լինել այդ մարդը։ Ով կարող էր սիրել ջութակը այնքան, որ գողանա այն, բայց չվաճառի։ Ով կարող էր լինել այդ խորհրդավոր պահապանը։ Կարոն սկսեց կազմել ցուցակ, մարդկանց, ովքեր կարող էին լինել այդ անանուն նամակի հեղինակը։ Առաջին անունը եղավ նրա հին ընկերը, Վահանը, ով միշտ նախանձել էր Կարոյի հաջողությանը։ Երկրորդ անունը եղավ նրա մենեջերը, Արամը, ով գիտեր բոլոր գաղտնիքները։ Երրորդ անունը եղավ նրա եղբայրը, Գագիկը, ով միշտ ասել էր, որ ջութակը պետք է լինի թանգարանում, ոչ թե Կարոյի տանը։ Բայց Կարոն չէր կարող հավատալ, որ նրանցից որևէ մեկը կարող էր դավաճանել նրան։ Նա չէր ուզում հավատալ։ Բայց ճշմարտությունը միշտ ավելի դաժան է, քան մենք ենթադրում ենք։ Եվ Կարոյի դեպքում ճշմարտությունը եղավ այնպիսին, որ կոտրեց նրա սիրտը։ Որովհետև դավաճանը չէր եղել օտարը, այլ ամենամոտը։ Դավաճանը եղել էր այն մարդը, ում Կարոն վստահել էր ավելի, քան ինքն իրեն։ Եվ այդ բացահայտումը եղավ Կարոյի կյանքի ամենաանսպասելի հարվածը։ Ով էր այդ մարդը։ Ինչպես Կարոն իմացավ ճշմարտությունը։ Եվ ամենակարևորը, արդյոք նա կարողացավ վերադարձնել ջութակը, թե այն մնաց անհետացած հավերժ։ Այս հարցերը կպատասխանվեն, բայց ոչ այժմ։ Որովհետև պատմությունը դեռ շարունակվում է, եւ ամենամութ գլուխները դեռ առաջ են։ 1996 թվականին Կարո Հայրապետյանը դադարեցրեց նվագելը հրապարակայնորեն։ Նա հայտարարեց, որ հիվանդ է, որ նրա ձեռքերը այլևս չեն կարող պահել ջութակը։ Բայց դա եղավ սուտ։ Ճշմարտությունը եղավ այն, որ Կարոն չէր կարող նվագել առանց իր ջութակի։ Նա փորձեց օգտագործել այլ գործիքներ, նա փորձեց հարմարվել, բայց ոչինչ չստացվեց։ Նրա մատները հրաժարվում էին շարժվել, նրա սիրտը հրաժարվում էր զգալ։ Եվ նա հասկացավ, որ առանց այդ ջութակի նա այլևս Կարո Հայրապետյանը չէ։ Նրա ընտանիքը փորձեց օգնել։ Արմինեն տարավ նրան լավագույն բժիշկների մոտ։ Նրա դուստրը Անին փորձեց համոզել նրան վերադառնալ բեմ, բայց Կարոն մերժեց։ Նա ասաց, որ նրա կարիերան ավարտված է, որ նա այլևս ոչինչ չունի տալու աշխարհին։ Եվ նա փակվեց իր տանը։ Նա դադարեցրեց հանդիպել մարդկանց։ Նա դարձավ ուրվական։ Բայց Կարոն չէր դադարեցրել փնտրել ջութակը։ Նա շարունակում էր իր հետաքննությունը գաղտնի։ Նա շարունակում էր հարցաքննել մարդկանց։ Նա հետաշարունակում էր հետևել հետքերին։ Եվ 1997 թվականին նա գտավ ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։ Նա գտավ մի հին լուսանկար, որը ցույց էր տալիս նրա ջութակը մի անծանոթ մարդու ձեռքում։ Լուսանկարը արված էր 1995 թվականին, ճիշտ այն ժամանակ, երբ ջութակը անհետացել էր պահեստարանից։ Կարոն ուսումնասիրեց լուսանկարը ժամերով։ Նա փորձեց ճանաչել այն մարդուն, բայց դեմքը մասամբ թաքնված էր ստվերի մեջ։ Բայց կարծ մի մանրամասնություն, որը գրավեց Կարոյի ուշադրությունը։ Այդ մարդը կրում էր մի յուրահատուկ մատանի, որը Կարոն տեսել էր ինչ-որտեղ։ Նա սկսեց հիշել, որտեղ, երբ, ում մոտ։ Եվ հանկարծ նա հիշեց։ Այդ մատանին պատկանում էր նրա եղբորը, Գագիկին։ Կարոն չէր կարող հավատալ։ Գագիկը, նրա սեփական եղբայրը, նրա արյունը, նրա ընտանիքը, ինչպես կարող էր նա դավաճանել։ Ինչու, ինչ պատճառով։ Կարոն սկսեց հիշել բոլոր այն պահերը, երբ Գագիկը խոսել էր ջութակի մասին։ Նա միշտ ասել էր, որ այդ ջութակը չպետք է լինի մի մարդու սեփականությունը, որ այն պետք է պատկանի ժողովրդին, որ այն պետք է լինի թանգարանում։ Բայց Կարոն երբեք չէր մտածել, որ Գագիկը կարող է գործի անցնել։ Կարոն որոշեց հանդիպել Գագիկի հետ։ Նա հրավիրեց նրան իր տուն եւ ցույց տվեց լուսանկարը։ Գագիկը նայեց լուսանկարին եւ գունատվեց։ Նա փորձեց ժխտել։ Նա ասաց, որ դա ոչ թե նրա մատանին է, որ դա պատահական նմանություն է։
Բայց Կարոն տեսավ ճշմարտությունը նրա աչքերում։ Նա տեսավ մեղքը, նա տեսավ ամոթը, նա տեսավ վախը։ Եվ նա հասկացավ, որ Գագիկը եղել է այն մարդը, ով գողացել է ջութակը։ Բայց ինչու՞։ Ինչու Գագիկը, ով միշտ եղել էր Կարոյի աջակիցը, ով միշտ պաշտպանել էր նրան, ով միշտ հպարտացել էր նրա հաջողություններով, որոշեց գողանալ նրա ամենաթանկ բանը։ Պատասխանը եղավ ավելի բարդ, քան Կարոն կարող էր պատկերացնել։ Գագիկը չէր գողացել ջութակը փողի համար։ Նա չէր գողացել այն վաճառելու համար։ Նա գողացել էր այն պաշտպանելու համար։ Գագիկը խոստովանեց, որ նա իմացել էր հանցավոր խմբերի պլանների մասին։ Նա իմացել էր, որ նրանք պլանավորում էին գողանալ ջութակը եւ վաճառել այն սև շուկայում։ Եվ նա որոշել էր գործել առաջ։ Նա գողացել էր ջութեր ջութակը պահեստարանից եւ թաքցրել այն այնպիսի վայրում, որտեղ ոչ ոք չէր կարող գտնել։ Նա ուղարկել էր այն անանուն նամակը Կարոյին, հանգստացնելու նրան, որ ջութակը ապահով է։ Եվ նա պահել էր գաղտնիք բոլոր այդ տարիները, պաշտպանելու Կարոյին եւ ջութակը։ Կարոն լսեց Գագիկի խոստովանությունը եւ զգաց, թե ինչպես է նրա սիրտը պատռվում երկու մասի։ Մի կողմից նա զայրացած էր, որ Գագիկը դավաճանել էր նրան, որ նա գողացել էր նրա ջութակը առանց հարցնելու։ Մյուս կողմից նա հասկանում էր, որ Գագիկը արել էր դա սիրուց, որ նա փորձել էր պաշտպանել այն, ինչը Կարոյի համար ամենաթանկն էր։ Եվ այդ հակասությունը սկսեց ոչնչացնել Կարոյին ներսից։ Կարոն հարցրեց Գագիկին, որտեղ է ջութակը։ Գագիկը պատասխանեց, որ այն ապահով վայրում է, բայց նա չի կարող ասել որտեղ։ Նա ասաց, որ եթե Կարոն իմանա, ապա նա կփորձի վերցնել այն, եւ այդ դեպքում հանցավոր խմբերը կգտնեն նրան։ Նա ասաց, որ ջութակը պետք է մնա թաքնված, մինչև իրավիճակը հանգստանա, մինչև վտանգը անցնի։ Բայց Կարոն չէր կարող ընդունել այդ պատասխանը։ Նա չէր կարող ապրել չգիտենալով, թե որտեղ է նրա ջութակը։ Նրանք վիճեցին ժամերով։ Գագիկը պնդում էր, որ նա անում է ճիշտ բանը, որ նա պաշտպանում է Կարոյին եւ ջութակը։ Կարոն պնդում էր, որ ջութակը պատկանում է նրան, որ նա ունի իրավունք իմանալ, թե որտեղ է այն։ Բայց Գագիկը չէր զիջում։ Նա ասաց, որ նա կմեռնի, բայց չի ասի, թե որտեղ է ջութակը։ Եվ Կարոն հասկացավ, որ նա կորցրել է ոչ միայն ջութակը, այլև եղբորը։ Այդ օրից հետո Կարոն եւ Գագիկը դադարեցին խոսել միմյանց հետ։ Նրանք դարձան օտարներ, թեև ապրում էին նույն քաղաքում, թեև ունեին նույն արյունը։ Արմինեն փորձեց հաշտեցնել նրանց, բայց ոչինչ չստացվեց։ Կարոն չէր կարող ների տալ Գագիկին, եւ Գագիկը չէր կարող ասել ճշմարտությունը։ Եվ այդ լռությունը դարձավ նրանց ընտանիքի անիծքը։ 1998 թվականին Գագիկը մահացավ սրտի կկատվածից։ Նա մահացավ առանց ասելու, թե որտեղ է ջութակը։ Կարոն եկավ նրա թաղմանը, բայց չլաց եղավ։ Նա կանգնեց գերեզմանի մոտ եւ նայեց դատարկ երկնքին։ Նա մտածեց, որ հիմա նա երբեք չի իմանա, թե որտեղ է նրա ջութակը։ Նա մտածեց, որ հիմա նա կորցրել է ամեն ինչ՝ ջութակը, եղբորը, իր ինքնությունը։ Եվ նա զգաց, թե ինչպես է նրա հոգին մեռնում։ Բայց պատմությունը դեռ չէր վերջացել, որովհետև Գագիկը թողել էր մի վերջին նամակ, որը պետք է բացվեր նրա մահից հետո։ Այդ նամակը տրվեց Կարոյին Գագիկի թաղմանից 3 օր անց, եւ այն, ինչ գրված էր այդ նամակում, փոխեց ամեն ինչ։ Այն բացահայտեց ճշմարտությունը, որը Կարոն երբեք չէր կարող պատկերացնել։ Այն բացահայտեց, որ Գագիկը չէր եղել միակ դավաճանը։ Այն բացահայտեց, որ կար ևս մեկը, ով խաղացել էր այդ խաղում։ Եվ այդ մարդը եղել էր ամենամոտը։ Ո՞վ էր այդ մարդը։ Ինչ էր գրված Գագիկի վերջին նամակում։ Եվ ամենակարևորը, արդյոք Կարոն վերջապես գտավ իր ջութակը, թե այն մնաց անհետացած հավերժ։ Այս հարցերը կպատասխանվեն հաջորդ գլուխներում, երբ մենք կբացահայտենք այն ամենամութ գաղտնիքները, որոնք թաքնված էին 20 տարի։ Որովհետև ճշմարտությունը միշտ ելք է գտնում, անկախ նրանից, թե որքան խորն են փորձում թաղել այն։ Գագիկի վերջին նամակը բացվեց նոտարի գրասենյակում, նրա թաղմանից 3 օր անց։ Սենյակում ներկա էին Կարոն, Արմինեն, Անին եւ Գագիկի որբացած կինը, Լուսինեն։ Նոտարը բացեց կնիկված ծրարը դողացող ձեռքերով։ Կարծես նույնիսկ նա զգում էր, որ այս թուղթը պարունակում է ինչ-որ սարսափելի բան։ Նամակը գրված էր Գագիկի ձեռագրով, բայց տառերը պարզորոշ չէին։ Կարծես նա գրել էր արագ, վախենալով, որ չի հասցնի ավարտել։ Առաջին նախադասությունը եղավ այնպիսին, որ Կարոն զգաց, թե ինչպես է սառչում նրա արյունը։ Եթե դու կարդում ես սա, ուրեմն ես մեռել եմ, եւ ես պարտական եմ ասել ճշմարտությունը, որը թաքցրել եմ տասնյակ տարիներ։ Ես չէի գողացել քո ջութակը միայնակույնակ։ Կար ևս մեկը, ով օգնեց ինձ, ով պլանավորեց ամեն ինչ, ով համոզեց ինձ, որ դա միակ ճանապարհն է քեզ փրկելու համար։ Այդ մարդը քո կինն էր, Արմինեն։
Սենյակում տիրեց այնպիսի լռություն, որ կարելի էր լսել սրծել սրտերի բաբախյունը։ Կարոն դանդաղ շրջվեց եւ նայեց Արմինեին, ով նստած էր նրա կողքին, գունատված, աչքերը լի արցունքներով։ Նա փորձեց բացել բերանը ինչ-որ բան ասելու, բայց ձայն չեկավ։ Լուսինեն ձեռքը դրեց բերանին եւ սկսեց լացել։ Անին վեր թռավ աթոռից եւ աղաղակեց. «Սուտ է, սա չի կարող ճիշտ լինել»։ Բայց նոտարը շարունակեց կարդալ, եւ ամեն նոր նախադասությամբ ճշմարտությունը դառնում էր ավելի ու ավելի անտանելի։ Ինչու՞։ Արմինեն, կինը, ով երդվել էր սիրել Կարոյին մինչև մահ, որոշեց դավաճանել նրան։ Ինչ էր այն իսկական պատճառը, որը ստիպեց նրան մասնակցել այդ սարսափելի պլանին։ Եվ ամենակարևորը, արդյոք նա իսկապես փորձել էր պաշտպանել Կարոյին, թե ուներ իր սեփական շահերը։ Գագիկի նամակը շարունակվում էր, եւ ամեն բառ էր ինչպես դանակի հարված Կարոյի սրտին։ Արմինեն եկավ իմ մոտ 1994 թվականի աշնանը։ Նա ասաց, որ դու փոխվել ես, որ դու այլևս նույն մարդը չես, որ ջութակը քեզ սպանում է։ Նա ասաց, որ դու քնում ես ջութակը գրկած, որ դու խոսում ես նրա հետ, կարծես դա կենդանի էակ է, որ դու մոռացել ես ընտանիքիդ, մոռացել ես ապրել։ Նա լաց էր լինում, երբ պատմում էր, թե ինչպես դու արթնանում ես գիշերվա մեջ եւ վազում ստուգելու արդյոք ջութակը դեռ իր տեղում է։ Նա ասաց, որ եթե ջութակը չանհետանա, ապա դու կանհետանաս։ Եվ նա համոզեց ինձ, որ մենք պետք է գործենք։ Կարոն նայեց Արմինեին, փնտրելով նրա աչքերում հերքում, բայց տեսավ միայն ճանաչում։ Արմինեն ծածկեց դեմքը ձեռքերով եւ սկսեց հեկեկալ։ Նա փորձեց խոսել, բայց բառերը խեղդվում էին արցունքների մեջ։ Կարոն զգաց, թե ինչպես է նրա աշխարհը փլուզվում։ Նա զգաց, թե ինչպես է ամեն ինչ, ինչին նա հավատացել էր, վերածվում մոխրի։ Կինը, ում նա սիրել էր 40 տարի, կինը, ում համար նա ապրել էր, կինը, ում նա վստահել էր ավելի քան ինքն իրեն, դավաճանել էր նրան։ Եվ ամենավատը եղավ այն, որ նա դավաճանել էր ոչ թե ատելությունից, այլ սիրուց։ Նա դավաճանել էր փորձելով փրկել նրան։ Բայց արդյոք դա արդարացնում էր այն ցավը, որը նա պատճառել էր։ Արդյոք սերը տալիս էր իրավունք ոչնչացնելու մարդու հոգին նրան փրկելու համար։ Նոտարը շարունակեց կարդալ, եւ Գագիկի խոստովանությունը դառնում էր ավելի ու ավելի մանրամասն։ Մենք պլանավորեցինք ամեն ինչ 3 ամիս։ Արմինեն իմացավ, թե երբ դու կտանես ջութակը պահեստարան։ Նա հետևեց քեզ, նա տեսավ, թե որտեղ է այդ վայրը, եւ նա տվեց ինձ հասցեն։ Ես գնացի այնտեղ մի գիշեր, երբ դու համերգում էիր Գյումրիում։ Ես կոտրեցի փականը, ես վերցրեցի ջութակը, ես թողեցի դատարկ տուփը։ Բայց ես չվաճառեցի այն, ես չկոտրեցի այն։ Ես տարա այն այնպիսի վայր, որտեղ ոչ ոք չէր կարող գտնել։ Ես տարա այն Սևանա լճի ափին գտնվող մի հին եկեղեցի, որը լքված էր տասնամյակներ շարունակ։ Ես թաքցրեցի այն եկեղեցու ստորգետնյա սենյակում, մի քարե արկղի մեջ, որը կնքեցի իմ սեփական ձեռքերով։ Եվ ես երդվեցի, որ երբեք ոչ ոքի չեմ ասի, թե որտեղ է այն։ Կարոն զգաց, թե ինչպես է նրա սիրտը սկսում բաբախել ավելի արագ։ Ուրեմն ջութակը դեռ գոյություն ուներ։ Այն չէր վաճառվել, այն չէր կոտրվել։ Այն գտնվում էր Սևանա լճի ափին, մի լքված եկեղեցում, սպասելով, որ ինչ-որ մեկը գա եւ ազատի այն։ Բայց ո՞ր եկեղեցի էր դա։ Սևանի շուրջը կային տասնյակ հին եկեղեցիներ, շատերը լքված, շատերը քանդված։ Ինչպես կարող էր Կարոն գտնել ճիշտ այն մեկը։ Նոտարը շարունակեց կարդալ, եւ Գագիկի նամակը հասավ իր ամենակարևոր մասին։ Բայց ես պետք է ասեմ քեզ եւս մի բան, Կարո։ Արմինեն չէր միակ մարդը, ով ուզում էր, որ ջութակը անհետանա։ Կար եւս մեկը, ով գիտեր մեր պլանի մասին, ով նույնիսկ օգնեց մեզ։ Այդ մարդը քո մենեջերն էր, Արամը։ Նա ասաց մեզ, թե երբ դու կլինես հեռու, երբ դու կլինես անպաշտպան։ Նա ասաց մեզ, թե ինչպես խուսափել ոստիկանությունից, եւ նա խոստացավ, որ երբեք չի խոսի։ Բայց ես չգիտեմ, ինչու նա արեց դա։ Ես չգիտեմ, ինչ շահ ուներ նա։ Եվ դա այն բանն է, որը ինձ տանջում էր բոլոր այդ տարիները, որովհետև Արամը չէր սիրում քեզ այնպես, ինչպես Արմինեն։ Արամը ուներ իր սեփական պատճառները, եւ ես վախենում եմ, որ այդ պատճառները եղել են ավելի մութ, քան մենք կարող էինք պատկերացնել։ Կարոն զգաց, թե ինչպես է նրա ողջ մարմինը սկսում դողալ։ Արամը։ Նրա մենեջերը, մարդը, ով կազմակերպել էր նրա բոլոր համերգները, մարդը, ով կառավարել էր նրա ֆինանսները, մարդը, ում նա վստահել էր իր ամբողջ կարիերան։ Ինչու նա մասնակցել էր այդ դավադրությանը։ Ինչ շահ ուներ նա ջութակի անհետացումից։ Եվ ամենակարևորը, որտեղ էր նա հիմա։ Նոտարը ավարտեց կարդալ նամակը, եւ վերջին նախադասությունը եղավ այնպիսին, որ Կարոն զգաց, թե ինչպես է նրա հոգին պատռվում։ Ներիր ինձ, եղբայր։ Ես արեցի այն, ինչ կարծում էի ճիշտ է։ Բայց հիմա, երբ մահանում եմ, ես հասկանում եմ, որ սխալվել եմ։
Ես հասկանում եմ, որ ես չունեի իրավունք վերցնելու քո ջութակը, անկախ նրանից, թե որքան լավ էին իմ մտադրությունները։ Եթե դու ուզում ես գտնել այն, փնտրիր եկեղեցին, որտեղ մենք երթվեցինք երեխաների ժամանակ։ Փնտրիր այն տեղը, որտեղ մեր հայրը սովորեցրեց մեզ աղոթել։ Այնտեղ դու կգտնես քո ջութակը, եւ երբ գտնես, խնդրում եմ, ների տուր ինձ։ Կարոն փակեց աչքերը եւ փորձեց հիշել։ Որ եկեղեցում էին նրանք երթվել երեխաների ժամանակ։ Որ տեղում էր նրանց հայրը սովորեցրել նրանց աղոթել։ Եվ հանկարծ նա հիշեց։ Դա եղել էր Սևանավանքը, հին վանքը, որը գտնվում էր լճի թերակղզու վրա։ Բայց Սևանավանքը չէր լքված, այնտեղ միշտ եղել են վանականներ։ Ուրեմն Գագիկը խոսում էր մեկ այլ եկեղեցու մասին, մի եկեղեցու, որը գտնվում էր մոտակայքում, բայց լքված էր։ Եվ Կարոն հիշեց, կար մի փոքրիկ եկեղեցի, որը գտնվում էր լճի հարավային ափին, մի եկեղեցի, որը քանդված էր երկրաշարժից հետո եւ երբեք չէր վերականգնվել։ Այնտեղ էր ջութակը։ Կարոն վեր թռավ աթոռից եւ վազեց դեպի դուռը։ Արմինեն փորձեց կանգնեցնել նրան, բայց նա հեռացրեց նրա ձեռքը։ Նա չէր կարող նայել նրան, նա չէր կարող լսել նրա ձայնը։ Նա պետք է գնար, նա պետք է գտներ իր ջութակը։ Անին վազեց նրա հետևից աղաղակելով. «Հայր, սպասիր, մի գնա միայնակ»։ Բայց Կարոն չլսեց։ Նա նստեց իր հին Վոլգայի մեջ եւ սկսեց վարել դեպի Սևան։ Ճանապարհը երկար էր, ավելի քան 2 ժամ, բայց Կարոյի համար այն թվաց հավերժություն։ Նա վարում էր արագ, շատ արագ, վտանգավոր արագ։ Նա չէր մտածում անվտանգության մասին, նա չէր մտածում ոչինչի մասին, բացի ջութակից։ Նա պետք է գտներ այն, նա պետք է տեսներ այն, նա պետք է շոշափներ այն, նա պետք է համոզվեր, որ այն դեռ գոյություն ունի, որ այն դեռ սպասում է նրան։ Երբ Կարոն հասավ Սևան, արդեն մութ էր, լիցը հանգիստ էր, ջուրը անշարժ, երկինքը լի աստղերով։ Կարոն կանգնեցրեց մեքենան ճանապարհի կողքին եւ սկսեց քայլել դեպի այն տեղը, որտեղ պետք է լիներ եկեղեցին։ Նա վերցրել էր ֆոնարիկ, բայց լույսը թույլ էր, եւ նա դժվարությամբ էր տեսնում ճանապարհը։ Նա քայլեց ժամերով, փորձելով գտնել այն քանդված եկեղեցին, որը հիշում էր երեխայությունից։ Եվ հանկարծ նա տեսավ այն։ Դա եղավ մի փոքրիկ շինություն, կիսաքանդված, պատերը ծածկված մամուռով, տանիքը փլուզված։ Բայց դուռը դեռ կանգուն էր, եւ Կարոն մոտեցավ դրան դողացող ոտքերով։ Նա բացեց դուռը եւ այն կռնչաց սարսափելի ձայնով։ Ներսում մութ էր, խոնավ, հոտ էր գալիս փտածությունից։ Կարոն մտավ ներս եւ լուսավորեց ֆոնարիկով։ Նա տեսավ հին պատկերներ պատերին, կոտրված աթոռներ, փոշոտ հատակ։ Բայց որտեղ էր ստորգետնյա սենյակը։ Նա սկսեց փնտրել, շարժելով աթոռները, բարձրացնելով փոշոտ գորգերը։ Եվ հանկարծ նա գտավ մի փոքրիկ դռնակ հատակում, թաքնված մի հին սեղանի տակ։ Նա բացեց դռնակը եւ տեսավ աստիճաններ, որոնք իջնում էին խավարի մեջ։ Նրա սիրտը սկսեց բաբախել այնպես, որ նա կարծում էր կպայթի։ Արդյոք այնտեղ էր նրա ջութակը։ Արդյոք նա վերջապես կգտներ այն։ Կարոն սկսեց իջնել աստիճաններով, եւ ամեն քայլ էր ինչպես ճանապարհորդություն դեպի անհայտ աշխարհ։ Ստորգետնյա սենյակը փոքր էր, ցուրտ, լի խոնավությամբ։ Կարոն լուսավորեց ֆոնարիկով եւ տեսավ մի քարե արկղանկյունում։ Արկղը կնքված էր, ծածկված փոշով եւ սարդերի ցանցով։ Կարոն մոտեցավ դրան դողացող ձեռքերով։ Նա շոշափեց արկղը եւ զգաց, թե ինչպես է նրա ողջ մարմինը լցվում էլեկտրականությամբ։ Սա էր այն։ Սա էր այն տեղը, որտեղ նրա ջութակը թաքնված էր տասնյակ տարիներ։ Նա փորձեց բացել արկղը, բայց կնիքը ամուր էր։ Նա վերցրեց մի քար եւ սկսեց հարվածել կնիքին։ 1 հարված, 2 հարված, 3 հարված, եւ հանկարծ կնիքը կոտրվեց։ Կարոն բացեց արկղը դողացող ձեռքերով, եւ այն, ինչ տեսավ ներսում, ստիպեց նրան ընկնել ծնկի վրա եւ լացել։ Այնտեղ, փաթաթված հին կտավի մեջ, գտնվում էր նրա ջութակը։ Այն նույնն էր, անփոփոխ, գեղեցիկ, կատարյալ։ Կարոն վերցրեց այն իր ձեռքերը եւ սեղմեց կրծքին։ Նա զգաց ջութակի փայտի հոտը, նա զգաց դրա ծանրությունը, նա զգաց դրա ջերմությունը։ Եվ նա լաց եղավ այնպես, ինչպես երբեք չէր լացել իր կյանքում։ Նա լաց եղավ ուրախությունից, նա լաց եղավ ցավից, նա լաց եղավ բոլոր այն տարիների համար, որոնք կորցրել էր առանց դրա։ Նա գտել էր իր հոգին, նա գտել էր ինքն իրեն։ Բայց երբ Կարոն վերադարձավ տուն ջութակը ձեռքին, նա գտավ դատարկ տուն։ Արմինեն չկար, Անին չկար։ Սեղանին թողնված էր մի նամակ, գրված Արմինեի ձեռագրով։ Ես գիտեի, որ դու կգտնես ջութակը, եւ ես գիտեի, որ երբ գտնես, դու այլևս չես ուզի տեսնել ինձ։ Ես չեմ խնդրում ների տալ ինձ, ես չեմ խնդրում հասկանալ ինձ։ Ես միայն ուզում եմ, որ դու իմանաս, ես արեցի այն, ինչ կարծում էի ճիշտ է։ Ես սիրում էի քեզ ավելի, քան ինձ։ Եվ հենց այդ սերն էր, որը ստիպեց ինձ դավաճանել քեզ։ Անին ինձ հետ է։
Մենք գնում ենք հեռու, որտեղ դու չես կարող գտնել մեզ։ Ապրիր երջանիկ քո ջութակի հետ։ Դա միակ բանն է, ինչ դու երբևէ սիրել ես։ Կարոն կարդաց նամակը եւ զգաց, թե ինչպես է նրա սիրտը կրկին պատռվում։ Նա գտել էր ջութակը, բայց կորցրել էր ընտանիքը։ Նա գտել էր իր հոգին, բայց կորցրել էր իր սերը։ Եվ նա հասկացավ, որ հաղթանակը երբեմն ավելի ցավոտ է, քան պարտությունը։ 1999 թվականին Կարո Հայրապետյանը վերադարձավ բեմ։ Նա տվեց իր առաջին համերգը 10 տարվա ընդմիջումից հետո, եւ մարդիկ եկան հազարավորներով։ Նրանք ուզում էին տեսնել վարպետին, դրանք ուզում էին լսել նրա ջութակը, դրանք ուզում էին հավատալ, որ լեգենդը դեռ կենդանի է։ Բայց երբ Կարոն ելավ բեմ եւ սկսեց նվագել, ինչ-որ բան սխալ էր։ Ձայնը գեղեցիկ էր, տեխնիկան անթերի էր, բայց հոգին բացակայում էր։ Մարդիկ ծափահարեցին, բայց ոչ այնպես, ինչպես անցյալում։ Նրանք գնացին տուն հիասթափված, շշնջալով միմյանց. դա չէր Կարոն, դա ուրիշ մեկն էր։ Եվ նրանք ճիշտ էին։ Կարոն փոխվել էր։ Նա գտել էր իր ջութակը, բայց կորցրել էր այն, ինչը դարձնում էր նրան Կարո Հայրապետյան։ Նա կորցրել էր իր ընտանիքը, իր սերը, իր հավատը։ Եվ առանց դրանց նա եղել էր միայն մի մարդ, ջութակով ձեծութակով ձեռքին։ Կարոն փորձեց գտնել Արմինեին եւ Անին։ Նա վարձեց մասնավոր հետաքննիչներ, նա դիմեց ոստիկանությանը, նա հարցաքննեց բոլոր ընկերներին եւ հարազատներին, բայց ոչ ոք ոչինչ չգիտեր։ Արմինեն եւ Անին անհետացել էին, կարծես երբեք չէին գոյություն ունեցել։ Կարոն ստացավ մի նամակ Անիից 6 ամիս անց։ Նա գրել էր, որ նրանք ապահով են, որ նրանք սիրում են նրան, բայց չեն կարող վերադառնալ։ Նա գրել էր, որ մայրը հիվանդ է, որ նա չի կարող ների տալ ինքն իրեն այն ամենի համար, ինչ արել է։ Եվ նա խնդրել էր Կարոին չփնտրել նրանց, թողնել նրանց ապրել իրենց նոր կյանքը։ Կարոն կարդաց այդ նամակը եւ զգաց, թե ինչպես է նրա վերջին հույսը մարում։ Նա հասկացավ, որ նա կորցրել է նրանց հավերժ, եւ այդ գիտակցումը սկսեց սպանել նրան ներսից։ Բայց Կարոյի պատմությունը դեռ չէր վերջացել, որովհետեւ կար դեռ մեկ հարց, որը պատասխան չուներ։ Ո՞վ էր այն մարդը, ով իսկապես ուզում էր գողանալ ջութակը։ Ո՞վ էր այն հանցավոր խումբը, որից Գագիկը եւ Արմինեն փորձում էին պաշտպանել ջութակը։ Եվ ամենակարևորը, ինչու Արամը, մենեջերը, մասնակցել էր այդ պլանին։ Կարոն որոշեց գտնել Արամին եւ հարցնել նրան ուղղակիորեն։ Նա գիտեր, որ Արամը դեռ ապրում էր Երևանում, որ նա դեռ աշխատում էր որպես մենեջեր այլ երաժիշտների համար։ Կարոն զանգահարեց նրան եւ պահանջեց հանդիպում։ Արամը համաձայնվեց, բայց նրա ձայնը լարված էր, վախեցած։ Նրանք հանդիպեցին մի հանգիստ սրճարանում Երևանի կենտրոնում։ Արամը եկավ ուշացումով։ Նա նստեց Կարոյի դիմաց եւ խուսափեց նրա հայացքից։ Կարոն նայեց նրան եւ տեսավ մի մարդու, ով տարիներ շարունակ կրել էր ծանր գաղտնիք։ Արամը ծերացել էր, նրա մազերը ճերմակել էին, նրա դեմքը ծածկված էր կնճիռներով, բայց նրա աչքերում դեռ կար այն նույն խորամանկությունը, որը Կարոն միշտ նկատել էր, բայց երբեք չէր հասկացել։ Կարոն հարցրեց ուղղակիորեն. «Ինչու դու օգնեցիր Գագիկին եւ Արմինեին գողանալ իմ ջութակը։ Ինչ շահ ուներիր դու»։ Արամը լռեց երկար, շատ երկար։ Նա խմեց իր սուրճը դանդաղ, կարծես փորձում էր ժամանակ շահել։ Եվ հետո նա սկսեց խոսել, եւ այն, ինչ նա ասաց, փոխեց Կարոյի ողջ պատկերացումը իրականության մասին։ «Ես չօգնեցի նրանց գողանալ քո ջութակը, քեզ վնասելու համար», սկսեց Արամը։ «Ես օգնեցի նրանց, որովհետեւ ես գիտեի, թե ինչ էր սպասվում, եթե ջութակը մնար քո մոտ։ Կարո, դու երբեք չիմացար ճշմարտությունը, բայց ես իմացա»։ 1994 թվականին ինձ մոտեցավ մի մարդ, ով ներկայացավ որպես հավաքորդ Իտալիայից։ Նա ասաց, որ ուզում է գնել քո ջութակը, եւ նա առաջարկեց ինձ հսկայական գումար, եթե ես համոզեմ քեզ վաճառել այն։ Ես մերժեցի, բայց նա չհեռացավ։ Նա սկսեց սպառնալ ինձ։ Նա ասաց, որ եթե ես չօգնեմ նրան, ապա նա կգողանա ջութակը ուժով։ Եվ նա ցույց տվեց ինձ ապացույցներ, որ նա ունի կապեր հանցավոր աշխարհի հետ, որ նա կարող է անել ամեն ինչ։ Կարոն լսում էր Արամի խոստովանությունը եւ զգում էր, թե ինչպես է նրա արյունը սառչում։ Ուրեմն Գագիկը եւ Արմինեն ճիշտ էին։ Իսկապես կար վտանգ, իսկապես կային մարդիկ, ովքեր ուզում էին գողանալ ջութակը։ Բայց ինչու Արամը չէր ասել դա Կարոյին։ Ինչու նա ընտրել էր գործել գաղտնի։ Արամը շարունակեց. «Ես չասացի քեզ, որովհետև գիտեի, որ դու չես հավատա ինձ։ Դու միշտ կասկածամիտ էիր, դու միշտ մտածում էիր, որ բոլորը ուզում են գողանալ քո ջութակը։ Եվ եթե ես ասեի քեզ, որ իսկական վտանգ կա, դու կդառնայիր ավելի պարանոիկ, դու կսկսեիր տեսնել թշնամիներ ամենուրեք։ Ես չուզեցի դա անել քեզ հետ, ուստի ես որոշեցի գործել այլ կերպ։
Ես գնացի Արմինեի մոտ եւ պատմեցի նրան ամեն ինչ։ Ես ասացի, որ մենք պետք է թաքցնենք ջութակը մինչև վտանգը անցնի, եւ նա համաձայնվեց։ Նա գնաց Գագիկի մոտ եւ նրանք պլանավորեցին ամեն ինչ։ Ես տվեցի նրանց տեղեկություններ, ես օգնեցի նրանց խուսափել ոստիկանությունից, բայց ես երբեք չիմացա, թե որտեղ նրանք թաքցրեցին ջութակը։ Գագիկը չուզեց ասել ինձ։ Նա ասաց, որ որքան քիչ մարդիկ իմանան, այնքան ավելի ապահով կլինի։ Կարոն նայեց Արամին եւ փորձեց հասկանալ, արդյոք նա ասում է ճշմարտությունը։ Արամի աչքերը լի էին արցունքներով, նրա ձայնը դողում էր։ Նա թվում էր անկեղծ, բայց Կարոն այլևս չէր վստահում ոչ ոքի։ Նա հարցրեց. «Եվ ով էր այդ իտալացի հավաքորդը, ինչ էր նրա անունը»։ Արամը շնչեց խորը եւ ասաց. «Նրա անունը Ջովաննի Ռոսի էր, բայց ես հետո իմացա, որ դա կեղծ անուն էր։ Իսկական անունը Գևորգ Սարգսյան էր, եւ նա չէր իտալացի։ Նա հայ էր, ով ապրում էր Իտալիայում եւ զբաղվում էր արվեստի ապօրինի առևտրով։ Նա հավաքում էր հազվագյուտ գործիքներ եւ վաճառում էր դրանք սև շուկայում։ Եվ քո ջութակը եղել էր նրա ցանկի գլխավոր նպատակը»։ Կարոն զգաց, թե ինչպես է նրա ողջ աշխարհը կրկին փլուզվում։ Ուրեմն այն մարդը, ով ուզում էր գողանալ նրա ջութակը, եղել էր հայ։ Ուրեմն դա չէր եղել օտարների դավադրություն, այլ իր սեփական ժողովրդի դավաճանություն։ Եվ այդ գիտակցումը եղավ ավելի ցավոտ, քան ամեն ինչ, ինչ նա զգացել էր մինչ այդ։ Նա հարցրեց. «Եվ որտեղ է հիմա այդ Գևորգ Սարգսյանը, արդյոք նա դեռ փնտրում է ջութակը»։ Արամը ցածր իջեցրեց գլուխը եւ ասաց. «Նա մահացավ 2000 թվականին։ Նա սպանվեց Իտալիայում իր սեփական գործընկերների կողմից։ Նրանք կարծում էին, որ նա խաբել է նրանց, որ նա թաքցրել է փողերը։ Բայց ճշմարտությունը եղավ այն, որ նա երբեք չստացավ քո ջութակը, եւ դրա համար նրան պատժեցին»։ Կարոն լսեց այս բառերը եւ զգաց տարօրինակ զգացում։ Մի կողմից նա ուրախ էր, որ այն մարդը, ով սպառնացել էր նրան, այլևս չկար։ Մյուս կողմից նա զգում էր դատարկություն, որովհետև հասկանում էր, որ բոլոր այդ տարիները, բոլոր այդ տառապանքները, բոլոր այդ դավաճանությունները եղել էին անիմաստ։ Ջութակը կարող էր մնալ նրա մոտ, եթե նրանք պարզապես սպասեին, բայց նրանք չսպասեցին։ Նրանք գործեցին, եւ այդ գործողությունները ոչնչացրեցին նրա ընտանիքը, ոչնչացրեցին նրա կյանքը։ Եվ հիմա, երբ ամեն ինչ վերջացել էր, Կարոն մնաց միայնակ, իր ջութակով ձեռքին, բայց առանց ոչ մեկի, ում համար նվագել։ Արամը վեր կացավ աթոռից եւ ասաց. «Ներիր ինձ, Կարո։ Ես արեցի այն, ինչ կարծում էի ճիշտ է, բայց ես հասկանում եմ, որ ես սխալվել եմ։ Ես պետք է ասեի քեզ ճշմարտությունը սկզբից։ Ես պետք է տայի քեզ ընտրության հնարավորություն, բայց ես վախեցա, եւ այդ վախը ստիպեց ինձ դավաճանել քեզ»։ Նա դարձավ գնալու, բայց Կարոն կանգնեցրեց նրան։ Նա ասաց. «Սպասիր, ես ունեմ դեռ մեկ հարց։ Արդյոք դու գիտես, թե որտեղ են հիմա Արմինեն եւ Անին»։ Արամը շրջվեց եւ նայեց Կարոյին երկար, եւ հետո նա ասաց. «Այո, ես գիտեմ, բայց ես չեմ կարող ասել քեզ։ Արմինեն խնդրեց ինձ երբեք չասել, եւ ես պարտավոր եմ պահպանել իմ խոստումը»։ Կարոն զգաց, թե ինչպես է նրա վերջին հույսը մարում։ Նա ասաց. «Խնդրում եմ, Արամ, ես պետք է տեսնեմ նրանց։ Ես պետք է ասեմ նրանց, որ ես ների եմ տալիս նրանց։ Ես պետք է ասեմ նրանց, որ ես սիրում եմ նրանց»։ Բայց Արամը շարժեց գլուխը եւ ասաց. «Ներիր, Կարո, բայց ես չեմ կարող դավաճանել նրանց։ Ես արդեն բավական դավաճանություններ եմ արել իմ կյանքում»։ Եվ նա հեռացավ, թողնելով Կարոյին միայնակ սրճարանում։ Կարոն նստեց այնտեղ ժամերով, նայելով դատարկ բաժակին, մտածելով իր կյանքի մասին։ Նա հասկացավ, որ նա կորցրել է ամեն ինչ՝ ընտանիքը, ընկերներին, վստահությունը, ությունը։ Նա գտել էր իր ջութակը, բայց ինչ հոգուտ էր դրանից, եթե նրա մոտ չկար ոչ ոք, ում համար նվագել։ Նա հիշեց Արմինեի վերջին նամակի բառերը. «Ապրիր երջանիկ քո ջութակի հետ, դա միակ բանն է, ինչ դու երբևէ սիրել ես»։ Եվ նա հասկացավ, որ նա սխալվել էր։ Նա սիրել էր ոչ միայն ջութակը, այլև իր ընտանիքը։ Բայց նա հասկացել էր դա շատ ուշ։ Եվ հիմա նա պետք է ապրեր այդ սխալի հետևանքների հետ մնացած կյանքը։ Կարոն վեր կացավ եւ հեռացավ սրճարանից։ Նա քայլեց Երևանի փողոցներով, ձեռքին ջութակը, միայնակ, կորած։ Մարդիկ ճանաչում էին նրան, նրանք ցույց էին տալիս նրան, նրանք շշնջում էին. «Նայեք, դա Կարո Հայրապետյանն է»։ Բայց Կարոն չէր լսում նրանց։ Նա քայլում էր առաջ, մտածելով միայն մի բանի մասին. արդյոք նա երբևէ կկարողանա գտնել իր ընտանիքը։ Արդյոք նա երբևէ կկարողանա ների տալ ինքն իրեն։ Արդյոք նա երբևէ կկարողանա կրկին զգալ, թե ինչ է նշանակում լինել Տարո Հայրապետյան։ Բայց այդ հարցերը մնացին անպատասխան,
Եվ Կարոն շարունակեց քայլել, միայնակ, կորած, փնտրելով ինչ-որ բան, ինչը նա երբեք չէր գտնի։ 2002 թվականի ձմեռը Կարո Հայրապետյանի տանը մտավ մի անծանոթ կին, ձեռքին փոքրիկ փաթեթ։ Պահապանը փորձեց կանգնեցնել նրան, բայց նա ցույց տվեց մի նամակ, որի վրա գրված էր Կարոյի անունը, նրա սեփական ձեռագրով։ Պահապանը շփոթվեց, որովհետև Կարոն երբեք չէր գրում նամակներ անծանոթներին, բայց կինը պնդեց, որ դա շատ կարևոր է։ Երբ Կարոն տեսավ նամակը, նրա դեմքը գունատվեց։ Այդ ձեռագիրը պատկանում էր Անիին, նրա դստերը, որին նա չէր տեսել 7 տարի։ Նա բացեց նամակը դողացող ձեռքերով եւ կարդաց. Հայր, մայրը մահանում է։ Նա ուզում է տեսնել քեզ վերջին անգամ։ Եթե դու դեռ սիրում ես մեզ, եկ այս հասցեով, Թբիլիսի, Ռուսթավելու պողոտա, տուն 17, բնակարան 5։ Մենք սպասում ենք քեզ 3 օր։ Եթե չգաս, մենք կհասկանանք, որ դու ների չես տվել մեզ։ Կարոն կարդաց այդ բառերը եւ զգաց, թե ինչպես է նրա սիրտը սկսում պայթել կրծքում։ Արմինեն մահանում էր։ Կինը, ում նա սիրել էր 40 տարի, կինը, ում նա ատել էր 7 տարի, մահանում էր։ Եվ նա ուզում էր տեսնել նրան։ Կարոն նայեց անծանոթ կնոջը եւ հարցրեց. Ո՞վ եք դուք։ Ինչպես ստացաք այս նամակը։ Կինը պատասխանեց հանգիստ. Ես Արմինեի բուժքույրն եմ։ Նա ինձ խնդրեց բերել այս նամակը ձեզ։ Նա չուզում է մեռնել առանց ձեզ տեսնելու։ Կարոն զգաց, թե ինչպես է նրա ողջ մարմինը սկսում դողալ։ Արդյոք նա պետք է գնար։ Արդյոք նա պետք է տեսներ այն կնոջը, ով դավաճանել էր նրան։ Թե նա պետք է մնար տանը եւ թողներ նրան մեռնել միայնակ։ Կարոն որոշում կայացրեց 3 րոպեում։ Նա վերցրեց իր ջութակը, նա հագնվեց ջերմ, նա նստեց իր մեքենայի մեջ եւ սկսեց վարել դեպի Թբիլիսի։ Ճանապարհը երկար էր, ավելի քան 6 ժամ, բայց Կարոյի համար այն թվաց հավերժություն։ Նա վարում էր լռությամբ, մտածելով այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել շին 10 տարիների ընթացքում։ Նա մտածում էր Արմինեի մասին, նրա դավաճանության մասին, նրա սիրո մասին։ Նա մտածում էր Անիի մասին, իր դստեր մասին, որին չէր տեսել այնքան երկար։ Եվ նա մտածում էր ինքն իր մասին. արդյոք նա կարող էր ների տալ, արդյոք նա կարող էր մոռանալ, արդյոք նա կարող էր կրկին սիրել։ Երբ Կարոն հասավ Թբիլիսի, արդեն մութ էր։ Նա գտավ այդ հասցեն, հին շենք, կիսաքանդված, պատերը ծածկված խոնավությամբ։ Նա բարձրացավ աստիճաններով դեպի 5-րդ թարք եւ զարկեց դուռը։ Դուռը բացեց Անին, եւ երբ նա տեսավ հորը, նրա աչքերը լցվեցին արցունքներով։ Նա գրկեց նրան այնպես ամուր, որ Կարոն զգաց, թե ինչպես է նրա հոգին կրկին սկսում շնչել։ Անին տարավ նրան ննջասենյակ, որտեղ Արմինեն պառկած էր անկողնում։ Կարոն տեսավ նրան եւ զգաց, թե ինչպես է նրա սիրտը պատռվում։ Արմինեն փոխվել էր անճանաչելիորեն։ Նա նիհարել էր, նրա մազերը ճերմակել էին, նրա դեմքը դարձել էր դեղին, բայց նրա աչքերը դեռ նույնն էին՝ լի սիրով, լի ցավով, լի մեղքով։ Արմինեն տեսավ Կարոյին եւ փորձեց ժպտալ, բայց ժպիտը վերածվեց ցավի գոչյունի։ Նա ձգեց ձեռքը դեպի նա եւ շշնջաց. Դու եկար, ես գիտեի, որ դու կգաս։ Կարոն մոտեցավ անկողնուն եւ նստեց նրա կողքին։ Նա վերցրեց Արմինեի ձեռքը իր ձեռքերի մեջ եւ զգաց, թե որքան ցուրտ էր այն, թե որքան թույլ էր նրա բաբախյունը։ Նա հարցրեց. Ինչ է պատահել քեզ։ Ինչու դու չասացիր ինձ, որ հիվանդ ես։ Արմինեն շնչեց դժվարությամբ եւ պատասխանեց. Ես չուզեցի, որ դու տեսնես ինձ այսպես։ Ես ուզում էի, որ դու հիշես ինձ այնպիսին, ինչպիսին եղել եմ։ Կարոն նայեց Արմինեին եւ զգաց, թե ինչպես է նրա ատելությունը սկսում հալվել։ Նա տեսավ ոչ թե դավաճանին, այլ կնոջը, ում սիրել էր ողջ կյանքը։ Նա տեսավ ոչ թե թշնամուն, այլ մայրը, ով ծնել էր նրա երեխային։ Եվ նա հասկացավ, որ նա չէր կարող ատել նրան, անկախ նրանից, թե ինչ էր նա արել։ Նա հարցրեց. Ինչու Արմինե։ Ինչու դու արեցիր այն, ինչ արեցիր։ Ինչու դու չխոսեցիր ինձ հետ։ Արմինեի աչքերից սկսեցին հոսել արցունքներ, եւ նա ասաց. Որովհետև ես սիրում էի քեզ ավելի քան ինձ, որովհետև ես տեսնում էի, թե ինչպես դու ոչնչանում էիր այդ ջութակի համար։ Դու չէիր ուտում, չէիր քնում, չէիր խոսում մեզ հետ։ Դու ապրում էիր միայն այդ ջութակի համար, եւ ես վախենում էի, որ դու կմեռնես։ Ես վախենում էի, որ ես կկորցնեմ քեզ, եւ ես որոշեցի գործել։ Ես որոշեցի փրկել քեզ, նույնիսկ եթե դա նշանակում էր դավաճանել քեզ։ Կարոն լսեց այս բառերը եւ զգաց, թե ինչպես է նրա հոգին սկսում լացել։ Նա հասկացավ, որ Արմինեն իսկապես սիրել էր նրան, որ նա իսկապես փորձել էր փրկել նրան, բայց նա նաեւ հասկացավ, որ սերը երբեմն կարող է լինել կործանարար, որ սերը երբեմն կարող է ոչնչացնել այն, ինչը փորձում է պաշտպանել։ Նա ասաց. Բայց դու չհասկացար, Արմինե, այդ ջութակը չէր սպանում ինձ,
Այդ ջութակը եղել էր իմ կյանքը, եւ երբ դու վերջ ու վերցրեցիր այն, դու վերցրեցիր իմ հոգին։ Արմինեն սեղմեց Կարոյի ձեռքը եւ ասաց. Ես գիտեմ։ Ես հիմա հասկանում եմ։ Բայց այն ժամանակ ես չէի հասկանում։ Ես մտածում էի, որ անում եմ ճիշտ բանը։ Ես մտածում էի, որ փրկում եմ քեզ։ Բայց ես սխալվել եմ։ Եվ այդ սխալը ոչնչացրեց մեր ընտանիքը։ Կարոն եւ Արմինեն նստեցին լռությամբ երկար ժամանակ, պահելով միմյանց ձեռքերը, լացելով միասին։ Անին նստած էր անկյունում եւ նայում էր նրանց, նրա սիրտը լի ցավով եւ հույսով միաժամանակ։ Նա տեսնում էր, թե ինչպես են նրա ծնողները վերջապես գտնում միմյանց, թե ինչպես են նրանք վերջապես ների տալիս միմյանց։ Եվ նա աղոթում էր, որ դա չլինի շատ ուշ, որ նրանք ունենան ժամանակ ասելու միմյանց այն բառերը, որոնք երբեք չէին ասել։ Արմինեն շնչեց խորը եւ ասաց. Կարո, ես ունեմ ինչ-որ բան, որ պետք է ասեմ քեզ։ Ինչ-որ բան, որ ես թաքցրել եմ բոլոր այդ տարիները։ Ինչ-որ բան, որ կփոխի քո ողբը, կփոխի քո ողջ պատկերացումը այն ամենի մասին, ինչ տեղի ունեցավ։ Կարոն նայեց նրան անհանգստությամբ եւ հարցրեց. Ինչ է դա։ Ինչ ես դու դեռ թաքցրել ինձանից։ Արմինեն փակեց աչքերը եւ սկսեց խոսել, եւ ամեն բառ էր ինչպես դանակի հարված Կարոյի սրտին։ Երբ Գագիկը եւ ես պլանավորեցինք գողանալ ջութակը, մենք չէինք միակները, ովքեր գիտեին այդ պլանի մասին։ Կար եւս մեկը, ով իմացավ ամեն ինչ։ Այդ մարդը քո լավագույն ընկերն էր, Վահանը։ Նա պատահաբար լսեց մեր զրույցը Գագիկի հետ եւ նա եկավ իմ մոտ։ Նա ասաց, որ եթե մենք չտանք նրան փող, ապա նա կասի քեզ ամեն ինչ։ Նա սպառնաց մեզ, նա շանտաժեց մեզ, եւ մենք վախեցանք։ Մենք տվեցինք նրան փող, շատ փող, գրեթե ամեն ինչ ունեինք, բայց Վահանը չբավարարվեց։ Նա ուզում էր ավելին։ Նա ուզում էր իմանալ, թե որտեղ է ջութակը, որպեսզի ինքը կարողանա գողանալ այն եւ վաճառել։ Կարոն զգաց, թե ինչպես է նրա արյունը սառչում։ Վահանը, Վահանը, նրա լավագույն ընկերը, մարդը, ում նա վստահել էր 20 տարի, մարդը, ում հետ նա նվագել էր հարյուրավոր համերգներ։ Ինչպես կարող էր նա դավաճանել նրան։ Արմինեն շարունակեց. Գագիկը երբեք չասաց Վահանին, թե որտեղ է ջութակը։ Նա մեռավ պահպանելով այդ գաղտնիքը, բայց Վահանը չդադարեցրեց փնտրել։ Նա սկսեց հետևել քեզ, նա սկսեց հարցաքննել մարդկանց, նա սկսեց փորել քո անցյալը։ Եվ 2001 թվականին նա գտավ ինչ-որ բան։ Նա գտավ մի հին լուսանկար, որտեղ Գագիկը կանգնած էր Սևանա լճի ափին, հենց այն եկեղեցու առջև, որտեղ թաքնված էր ջութակը։ Վահանը գնաց այնտեղ, նա փնտրեց ամենուրեք, բայց չգտավ ջութակը, որովհետև դու արդեն վերցրել էիր այն։ Եվ երբ Վահանը իմացավ, որ դու գտել ես ջութակը, նա եկավ իմ մոտ վերջին անգամ։ Նա ասաց, որ եթե ես չասեմ նրան, թե որտեղ դու պահում ես ջութակը հիմա, ապա նա կասի քեզ ամեն ինչ, մեր դավաճանության մասին, մեր պլանի մասին, մեր սուտերի մասին։ Եվ ես վախեցա։ Ես վախեցա, որ դու կիմանաս ճշմարտությունը եւ կատես ինձ։ Ուստի ես ասացի Վահանին, որ դու պահում ես ջութակը տանը, քո ննջասենյակում, հատուկ պահարանում։ Տարոն զգաց, թե ինչպես է նրա ողջ աշխարհը կրկին փլուզվում։ Ուրեմն Արմինեն դավաճանել էր նրան ոչ միայն մեկ անգամ, այլ երկու անգամ։ Նա ոչ միայն գողացել էր ջութակը, այլև ասել էր Վահանին, թե որտեղ է այն։ Նա դրել էր ջութակը վտանգի մեջ կրկին։ Կարոն հարցրեց դողացող ձայնով. Եվ ինչ եղավ հետո։ Արդյոք Վահանը փորձեց գողանալ ջութակը։ Արմինեն բացեց աչքերը եւ նայեց Կարոյին, եւ նրա հայացքում Կարոն տեսավ այնպիսի ցավ, որը նա երբեք չէր տեսել։ Նա ասաց. Այո։ Վահանը եկավ քո տուն 2002 թվականի գարնանը, երբ դու համերգում էիր Մոսկվայում։ Նա մտավ ներս օգտագործելով կեղծ բանալի, նա գտավ պահարանը, նա բացեց այն, բայց ջութակը չկար այնտեղ, որովհետև դու փոխել էիր պահման վայրը։ Դու սովորել էիր չվստահել ոչ ոքի, նույնիսկ քո սեփական տանը։ Եվ Վահանը զայրացավ։ Նա ամեն ինչ քանդեց քո տանը փնտրելով ջութակը, բայց չգտավ, եւ նա հեռացավ, դատարկ ձեռքերով։ Կարոն հիշեց այդ օրը։ Երբ նա վերադարձել էր Մոսկվայից, նա գտել էր իր տունը քանդված վիճակում։ Ամեն ինչ շրջված էր, կոտրված էր, ցրված էր հատակին։ Ոստիկանությունը ասել էր, որ դա եղել է սովորական գողություն, բայց Կարոն գիտեր, որ դա ինչ-որ այլ բան էր։ Նա գիտեր, որ ինչ-որ մեկը փնտրել էր ջութակը, բայց նա երբեք կարբեք չէր կարծել, որ այդ մարդը կարող էր լինել Վահանը։ Նա հարցրեց. «Եվ որտեղ է հիմա Վահանը։ Արդյոք նա դեռ փնտրում է ջութակը»։ Արմինեն շնչեց դժվարությամբ եւ ասաց. Վահանը մահացավ 2005 թվականին։ Նա ինքնասպան եղավ։ Նա թողեց մի նամակ, որտեղ գրել էր, որ չի կարող ապրել իր մեղքի հետ, որ նա դավաճանել է իր լավագույն ընկերոջը, որ նա դարձել է այն, ինչը միշտ ատել էր, եւ նա ընտրեց վերջ դնել իր կյանքին։
Կարոն զգաց տարօրինակ զգացում։ Մի կողմից նա ցավում էր Վահանի համար, որովհետև նրանք եղել էին ընկերներ երկար տարիներ։ Մյուս կողմից նա զգում էր ազատում, որովհետև հասկանում էր, որ վտանգը անցել էր, որ ջութակը այլևս ոչ ոքի թիրախ չէր։ Բայց նա նաև զգում էր անսահման ցավ, որովհետև հասկանում էր, որ այդ ամբողջ պատմությունը եղել էր մի շղթա դավաճանությունների, որտեղ բոլորը փորձել էին անել լավը, բայց վերջում բոլորը կորցրել էին ամեն ինչ։ Նա նայեց Արմինեին եւ ասաց. «Ինչու դու չասացիր ինձ այս ամենը ավելի վաղ։ Ինչու դու սպասեցիր մինչև հիմա»։ Արմինեն արցունքներով ասաց. «Որովհետև ես ամաչում էի, որովհետև ես վախենում էի, որ դու կատես ինձ ավելի շատ։ Բայց հիմա, երբ մահանում եմ, ես չեմ կարող տանել այդ գաղտնիքը գերեզման։ Ես պետք է ասեմ քեզ ճշմարտությունը։ Ես պետք է ասեմ քեզ, որ ես սիրել եմ քեզ ավելի, քան ինձ, բայց այդ սերը դարձավ մեր անիծքը»։ Կարոն սեղմեց Արմինեի ձեռքը եւ ասաց. «Ես ների եմ տալիս քեզ, Արմինե։ Ես ների եմ տալիս քեզ ամեն ինչի համար։ Ես հասկանում եմ, որ դու փորձեցիր փրկել ինձ։ Ես հասկանում եմ, որ դու սիրեցիր ինձ, եւ ես սիրում եմ քեզ դեռ։ Ես միշտ սիրել եմ քեզ, նույնիսկ երբ ատում էի քեզ»։ Արմինեի աչքերը լցվեցին արցունքներով եւ նա ժպտաց առաջին անգամ երկար ժամանակվա ընթացքում։ Նա ասաց. «Շնորհակալ եմ, Կարո։ Շնորհակալ եմ, որ եկար։ Շնորհակալ եմ, որ ների տվեցիր ինձ։ Հիմա ես կարող եմ մեռնել խաղաղությամբ»։ Եվ նա փակեց աչքերը եւ շնչեց վերջին անգամ։ Կարոն նստեց նրա կողքին ողջ գիշեր, պահելով նրա ձեռքը, լացելով լուռ, հրաժեշտ տալով կնոջը, ում սիրել էր ողջ կյանքը։ Առավոտյան, երբ արևը ծագեց, Կարոն եւ Անին թաղեցին Արմինեին Թբիլիսիի հին գերեզմանատանը։ Թաղմանը եկան միայն նրանք երկուսը եւ բուժքույրը։ Ոչ ոք ուրիշ չգիտեր Արմինեի մահվան մասին, ոչ ոք ուրիշ չեկավ հրաժեշտ տալու։ Կարոն կանգնեց գերեզմանի մոտ եւ նվագեց իր ջութակով։ Նա նվագեց այն երգը, որը Արմինեն ամենաշատն էր սիրում, երգը, որը նրանք լսել էին իրենց հարսանիքում։ Եվ նրա ջութակի ձայնը լցրեց գերեզմանատունը, հուզեց ծառերը, դիպավ երկնքին։ Անին լսում էր եւ լաց էր լինում, բայց դրանք եղան ոչ թե ցավի արցունքներ, այլ ազատման արցունքներ։ Նա զգում էր, թե ինչպես է նրա մայրի հոգին վերջապես գտնում խաղաղություն, թե ինչպես է նա վերջապես ազատվում իր մեղքից։ Երբ Կարոն ավարտեց նվագելը, նա դարձավ դեպի Անին եւ ասաց. «Եկ տուն դուստրս, եկ տուն ինձ հետ։ Մենք կորցրել ենք բավական ժամանակ, մենք չպետք է կորցնենք ավելին»։ Անին նայեց հորը եւ տեսավ նրա աչքերում այն սերը, որը միշտ եղել էր այնտեղ, բայց որը նա չէր կարողացել տեսնել բոլոր այդ տարիները։ Նա գրկեց նրան եւ ասաց. «Այո, ձյո, հայր, ես կգամ տուն։ Ես միշտ ուզել եմ վերադառնալ»։ Եվ նրանք հեռացան գերեզմանատունից միասին, հայրը եւ դուստրը, վերջապես միավորված, վերջապես ազատ։ Նրանք վերադարձան Երևան, եւ Անին սկսեց ապրել հոր հետ։ Կարոն սովորեցրեց նրան նվագել ջութակով։ Նա պատմեց նրան իր կյանքի պատմությունները, նա կիսվեց նրա հետ իր երազանքներով եւ վախերով։ Եվ Անին լսում էր, եւ նա հասկանում էր, եւ նա սիրում էր իր հորը ավելի, քան երբևէ։ Բայց Կարոյի պատմությունը դեռ չէր վերջացել, որովհետև կար դեռ մեկ գաղտնիք, որը նա չգիտեր։ Մեկ գաղտնիք, որը թաքնված էր նրա սեփական տանը, նրա սեփական ջութակի մեջ։ Եվ այդ գաղտնիքը պատրաստվում էր բացահայտվել այնպիսի ձևով, որը կփոխեր ամեն ինչ։ Որովհետև երբեմն ճշմարտությունը թաքնված է ամենաակնհայտ տեղերում, եւ երբեմն մենք չենք տեսնում այն, որովհետև չենք ուզում տեսնել։ Բայց ժամանակը միշտ բերում է ճշմարտությունը լույս, անկախ նրանից, թե որքան խորն ենք փորձում թաղել այն։ Եվ Կարոյի դեպքում այդ ժամանակը մոտենում էր արագ։ 2007 թվականի աշնանը Կարո Հայրապետյանը որոշեց վերանորոգել իր ջութակը։ Տարիները անցել էին եւ գործիքը սկսել էր ցույց տալ մաշվածության նշաններ։ Լարերը հնացել էին, կամուրջը թուլացել էր, փայտը սկսել էր ճաքել։ Կարոն տարավ ջութակը Երևանի ամենահեղինակավոր վարպետի մոտ, Արտակ Գրիգորյանի, ով հայտնի էր որպես լավագույն ջութակների վերականգնող։ Արտակը վվերցրեց ջութակը իր ձեռքերը եւ սկսեց ուսումնասիրել այն մանրակրկիտ։ Նա նայեց փայտին, նա շոշափեց լարերը, նա ստուգեց կամուրջը։ Եվ հանկարծ նա նկատեց ինչ-որ բան տարօրինակ։ Ջութակի ներսում թաքնված ձայնի անցքի տակ կար մի փոքրիկ թուղթ, ծալված այնպես ամուր, որ այն գրեթե անտեսանելի էր։ Արտակը զգուշությամբ հանեց այդ թուղթը եւ բացեց այն։ Այն գրված էր հին ձեռագրով, դեղնած, գրեթե անընթեռնելի։ Բայց Արտակը կարողացավ կարդալ առաջին նախադասությունը, եւ այն, ինչ նա կարդաց, ստիպեց նրան կանչել Կարոյին անմիջապես։ Կարոն եկավ արհեստանոց մի ժամ անց, անհանգստացած, վախեցած։ Արտակը ցույց տվեց նրան այդ թուղթը եւ ասաց. «Կարո, դու պետք է կարդաս սա։ Սա փոխում է ամեն ինչ»։
Կարոն վերցրեց թուղթը դողացող ձեռքերով եւ սկսեց կարդալ։ Նամակը գրված էր նրա հոր ձեռագրով, եւ այն թվագրված էր 1958 թվականով, տարի երբ Կարոն ծնվել էր։ Նամակում գրված էր. «Իմ սիրելի որդի, եթե դու կարդում ես սա, ուրեմն ես արդեն մեռել եմ, եւ դու ժառանգել ես այս ջութակը։ Բայց դու պետք է իմանաս ճշմարտությունը այս գործիքի մասին։ Այս ջութակը ոչ թե պարզապես հին գործիք է, այն պատկանել է մեր ընտանիքին 5 սերունդներ շարունակ, եւ այն կրում է մեր նախնիների հոգին։ Բայց ավելի կարևորը, այս ջութակի ներսում թաքնված է մի գաղտնիք, որը կարող է փրկել կամ ոչնչացնել մեր ընտանիքը»։ Կարոն կարդաց այս բառերը եւ զգաց, թե ինչպես է նրա սիրտը սկսում բաբախել ավելի արագ։ Ինչ գաղտնիք կարող էր լինել թաքնված ջութակի ներսում։ Նա շարունակեց կարդալ. «Երբ ես եղել եմ երիտասարդ, ես ապրել եմ շատ դժվար ժամանակներում։ Երկրորդ համաշխարհային պատերազմը ոչնչացրել էր մեր երկիրը, մարդիկ մեռնում էին սովից եւ հիվանդություններից։ Եվ ես, որպեսի փրկեմ մեր ընտանիքը, ստիպված եղա անել ինչ-որ բան, որի համար ամաչում եմ մինչև հիմա։ Ես վաճառեցի մի շատ թանկարժեք բան, մի հին ձեռագիր, որը պատկանում էր մեր ընտանիքին դարեր շարունակ։ Այդ ձեռագիրը պարունակում էր տեղեկություններ մի թաքնված գանձի մասին, գանձի, որը թաղված էր մեր նախնիների կողմից 17-րդ դարում։ Ես վաճառեցի այդ ձեռագիրը մի հարուստ հավաքորդի, եւ նա վճարեց ինձ բավական փող, որպեսզի մեր ընտանիքը գոյատևի։ Բայց ես չասացի նրան ամբողջ ճշմարտությունը։ Ես չասացի նրան, որ ձեռագրի ամենակարևոր էջը, որտեղ նշված էր գանձի ճշգրիտ տեղը, ես պահել եմ ինձ մոտ։ Եվ ես թաքցրել եմ այդ էջը այս ջութակի ներսում, որտեղ ոչ ոք երբեք չէր կարող գտնել այն։ Կարոն զգաց, թե ինչպես է նրա ողջ մարմինը սկսում դողալ։ Ուրեմն ջութակի ներսում թաքնված էր քարտեզ դեպի գանձ։ Գանձ, որը կարող էր փոխել նրա կյանքը, որը կարող էր դարձնել նրան հարուստ։ Բայց ինչու նրա հայրը երբեք չէր ասել նրան այդ մասին։ Ինչու նա պահել էր այդ գաղտնիքը մինչև մահը։ Կարոն շարունակեց կարդալ. «Ես երբեք չփնտրեցի այդ գանձը, որովհետև վախենում էի։ Վախենում էի, որ եթե ես գտնեմ այն, ապա այն կբերի դժբախտություն մեր ընտանիքին։ Վախենում էի, որ այն կգրավի չար մարդկանց ուշադրությունը, որ այն կդարձնի մեզ թիրախ։ Ուստի ես որոշեցի թողնել այն թաքնված, որոշեցի թողնել այն քեզ, որպես ժառանգություն։ Բայց ես նաև ուզում եմ զգուշացնել քեզ. եթե դու որոշես փնտրել այդ գանձը, պատրաստ եղիր հետևանքներին։ Որովհետև այդ գանձը ոչ թե պարզապես ոսկի եւ ադամանդներ է, այն նաև կրում է մեր նախնիների անիծքը, որը հետապնդել է մեր ընտանիքը դարեր շարունակ»։ Կարոն ավարտեց կարդալ նամակը եւ նայեց արտակին։ Նա հարցրեց. «Արդյոք դու տեսար այլ թուղթ ջութակի ներսում։ Արդյոք կա այնտեղ քարտեզ»։ Արտակը շարժեց գլուխը եւ ասաց. «Ես ստուգեցի ամեն ինչ, կա միայն այս նամակը։ Եթե քարտեզ կա, ապա այն թաքնված է այնպես, որ ես չեմ կարող գտնել այն առանց ջութակը ամբողջովին ապամոնտաժելու»։ Կարոն մտածեց երկար։ Արդյոք նա պետք է ապամոնտաժեր իր սրբազան ջութակը, փնտրելու քարտեզ դեպի գանձ, որը կարող էր գոյություն չունենալ։ Արդյոք նա պետք է ռիսկի դներ իր ամենաթանկ բանը, հետապնդելու երազանք, որը կարող էր լինել միայն առասպել։ Թե նա պետք է թողներ ամեն ինչ այնպես, ինչպես կա, եւ շարունակեր ապրել իր կյանքը խաղաղությամբ։ Կարոն որոշեց խորհրդակցել Անիի հետ։ Նա տարավ նամակը տուն եւ ցույց տվեց դստերը։ Անին կարդաց այն եւ նայեց հորը մտահոգ աչքերով։ Նա ասաց. «Հայր, ես չգիտեմ ինչ պետք է անես, բայց ես գիտեմ մի բան. այդ ջութակը քեզ համար ավելին է, քան գործիք։ Այն քո հոգին է, քո ինքնությունը, ո ինքնությունը։ Եթե դու ապամոնտաժես այն եւ ոչինչ չգտնես, դու կզղջաս հավերժ։ Բայց եթե դու չփնտրես եւ միշտ մտածես ինչ կարող է լինել այնտեղ, դու նույնպես կզղջաս»։ Կարոն հասկացավ, որ Անին ճիշտ է։ Նա գտնվում է անելանելի իրավիճակում։ Ինչ էլ որ նա ընտրեր, նա կկորցներ ինչ-որ բան։ Բայց նա նաև հասկացավ, որ նա չէր կարող ապրել չգիտենալով ճշմարտությունը։ Նա պետք է իմանար, արդյոք իսկապես կա քարտեզ, արդյոք իսկապես կա գանձ, արդյոք իսկապես կա անիծք։ Հաջորդ օրը Կարոն վերադարձավ արտակի արհեստանոց եւ ասաց. «Արա այն, ապամոնտաժիր ջութակը, բայց արա այն շատ զգույշ, որպեսզի չվնասես այն»։ Արտակը համաձայնվեց եւ նա սկսեց աշխատել։ Նա հանեց լարերը, նա հանեց կամուրջը, նա հանեց ձայնի տախտակը։ Եվ հանկարծ թաքնված ջութակի ներքևի մասում նա գտավ մի փոքրիկ թղթի կտոր, ծալված այնպես փոքր, որ այն գրեթե անտեսանելի էր։ Արտակը զգուշությամբ հանեց այն եւ տվեց Կարոին։ Կարոն բացեց այն դողացող ձեռքերով եւ տեսավ մի հին քարտեզ, նկարված ձեռքով, տեղնած, գրեթե ոչնչացված։ Բայց դեռ կարելի էր տեսնել հիմնական մանրամասնությունները՝ լեռներ, գետեր, մի փոքրիկ խաչ,
որը նշում էր գանձի տեղը։ Կարոն ուսումնասիրեց քարտեզը ժամերով։ Նա փորձեց հասկանալ որտեղ է այդ տեղը, ինչ լեռներ են դրանք, ինչ գետեր, եւ հանկարծ նա ճանաչեց։ Դա եղավ Տաթևի վանքի շրջակայքը, հարավային Հայաստանում։ Քարտեզում նշված խաչը գտնվում էր մի ձորում ոչ հեռու վանքից, մի տեղում, որը հայտնի էր որպես Սատանայի կիրճ։ Կարոն հիշեց, որ նա լսել էր այդ տեղի մասին երեխայության ժամանակ։ Մարդիկ ասում էին, որ այնտեղ թաքնված են գանձեր, բայց նաև որ այնտեղ վտանգավոր է գնալ, որ շատերը մտել են այնտեղ եւ երբեք չեն վերադարձել։ Բայց Կարոն չէր վախենում։ Նա որոշել էր գտնել այդ գանձը, անկախ նրանից, թե ինչ վտանգներ էին սպասում նրան։ Կարոն եւ Անին պատրաստվեցին երկար ճանապարհորդության։ Նրանք վերցրեցին պարենային պաշարներ, ջուր, լապտերներ, պարաններ։ Նրանք վարձեցին մի ուղեկցորդ, ով ճանաչում էր այդ շրջանը։ Եվ մի առավոտ նրանք մեկնեցին դեպի Տաթև։ Ճանապարհը երկար էր, դժվար, լի վտանգներով։ Նրանք քայլեցին լեռներով, անցան գետերով, բարձրացան ժայռերով։ Եվ վերջապես 3 օր անց նրանք հասան Սատանայի կիրճ։ Այն եղավ մի խորը ձոր, շրջապատված բարձր ժայռերով, մութ, սարսափելի, լի խորհրդավորությամբ։ Ուղեկցորդը հրաժարվեց իջնել այնտեղ։ Նա ասաց, որ այդ տեղը անիծված է, որ ով էլ մտնում է այնտեղ, երբեք չի վերադառնում։ Բայց Կարոն եւ Անին չվախեցան։ Նրանք վերցրեցին իրենց պարանները եւ սկսեցին իջնել ձորը։ Իջնելը եղավ դժվար, վտանգավոր։ Ժայռերը սայթաքուն էին, պարանները հին էին, օդը խիտ էր։ Բայց նրանք շարունակեցին, քայլ առ քայլ, մետր առ մետր։ Եվ վերջապես նրանք հասան ձորի հատակին։ Այնտեղ մութ էր, ցուրտ, լի խոնավությամբ։ Կարոն վառեց լապտերը եւ սկսեց փնտրել այն տեղը, որը նշված էր քարտեզում։ Նա քայլեց ամենուրեք, ուսումնասիրեց ամեն ժայռ, ամեն քար։ Եվ հանկարծ նա տեսավ մի փոքրիկ մուտք, թաքնված մի մեծ քարի հետևում։ Մուտքը նեղ էր, մութ, բայց Կարոն զգաց, որ դա այն տեղն է, որտեղ նա պետք է գնա։ Նա նայեց Անիին եւ ասաց. «Մնա այստեղ, ես կմտնեմ ներս եւ կստուգեմ»։ Բայց Անին շարժեց գլուխը եւ ասաց. «Ոչ, հայր, մենք միասին ենք եկել եւ միասին կգնանք մինչեւ վերջ»։ Նրանք մտան այդ նեղ անցուղով, եւ այն տարավ նրանց դեպի մի փոքրիկ քարանձավ։ Քարանձավը լի էր հին ոսկորներով, կոտրված սպասքներով, փտած կտորներով։ Բայց անկյունում թաքնված մի մեծ քարի տակ Կարոն տեսավ մի հին արկղ։ Արկղը փայտե էր, ծածկված մամուրով, կնքված երկաթե շղթաներով։ Կարոն մոտեցավ դրան դողացող ոտքերով։ Սա էր այն գանձը, որի մասին նրա հայրը գրել էր։ Նա վերցրեց մի քար եւ սկսեց հարվածել շղթաներին։ 1 հարված, 2 հարված, 3 հարված, վաց։ Եվ հանկարծ շղթաները կոտրվեցին։ Կարոն բացեց արկղը եւ այն ինչ տեսավ ներսում ստիպեց նրան ընկնել ծնկի վրա։ Արկղը լի էր ոսկե մետաղադրամներով, արծաթե ափսեներով, ադամանդե զարդերով, բայց ամենակարևորը եղավ մի հին գիրք, որը գտնվում էր արկղի կենտրոնում։ Գիրքը կաշվեր, ծածկված հին նշաններով եւ այն ճառագայթում էր տարօրինակ լույսով։ Կարոն վերցրեց գիրքը իր ձեռքերը եւ բացեց այն։ Առաջին էջում գրված էր. «Սա մեր ընտանիքի պատմությունն է, սա մեր նախնիների ժառանգությունն է։ Ով էլ կարդա սա, նա կիմանա ճշմարտությունը մեր անցյալի մասին, ճշմարտությունը մեր անիծքի մասին, ճշմարտությունը մեր փրկության մասին»։ Կարոն սկսեց կարդալ, եւ ամեն էջ էր բացահայտում նոր գաղտնիքներ, նոր պատմություններ, նոր ճշմարտություններ։ Նա իմացավ, որ նրա ընտանիքը եղել է շատ հարուստ դարեր շարունակ, բայց նաեւ, որ նրանք եղել են անիծված։ Անիծված, որովհետեւ նրանց նախնիներից մեկը դավաճանել էր իր ժողովրդին, վաճառել էր իր հոգին չարին։ Եվ այդ անիծքը հետապնդել էր նրանց սերունդներ շարունակ, բերելով դժբախտություն, մահ, տառապանք։ Բայց գիրքը նաեւ պարունակում էր ճանապարհ դեպի փրկություն։ Այն ասում էր, որ անիծքը կարող է կոտրվել, եթե ընտանիքի մի անդամ զոհաբերի իր ամենաթանկ բանը, ոչ թե փողի կամ իշխանության համար, այլ սիրո համար։ Կարոն կարդաց այս բառերը եւ հասկացավ, թե ինչ նա պետք է անի։ Նա նայեց Անիին եւ ասաց. «Ես գիտեմ ինչ պետք է անեմ։ Ես պետք է զոհաբերեմ իմ ջութակը»։ Անին նայեց հորը շոկի մեջ եւ ասաց. «Բայց հայր, այդ ջութակը քո ողջ կյանքն է, ինչպես կարող ես զոհաբերել այն»։ Կարոն ժպտաց եւ ասաց. «Որովհետեւ ես սիրում եմ քեզ ավելի, քան ջութակը, որովհետեւ ես հասկացել եմ, որ իսկական գանձը ոչ թե ոսկին է, ոչ թե ջութակը, այլ ընտանիքը։ Եվ ես պատրաստ եմ զոհաբերել ամեն ինչ քեզ պաշտպանելու համար»։ Կարոն վերցրեց իր ջութակը եւ դրեց այն արկղի մեջ ոսկու եւ ադամանդների կողքին։ Նա փակեց արկղը եւ կնքեց այն կրկին։ Եվ հանկարծ քարանձավը սկսեց դողալ։ Պատերը սկսեցին ճաքել, տանիքը սկսեց ընկնել։
Կարոն եւ Անին վազեցին դեպի ելք, փախչելով քարերից եւ փոշուց։ Նրանք վազեցին անցուղով, բարձրացան ձորից, հասան մակերեսին, եւ երբ նրանք նայեցին ետ, տեսան, որ ձորը փակվել է, որ քարանձավը անհետացել է, որ գանձը թաղված է հավերժ։ Բայց Կարոն չզղջաց։ Նա զգում էր թեթևություն, նա զգում էր ազատություն, նա զգում էր, որ անիծքը կոտրվել է, որ նրա ընտանիքը վերջապես ազատ է։ Նա գրկեց Անիին եւ ասաց. «Մենք ազատ ենք, դուստրս, մենք վերջապես ազատ ենք»։ 2008 թվականի գարնանը Կարո Հայրապետյանը ստացավ հրավեր, որը փոխեց նրա կյանքի վերջին գլուխը։ Հրավերը եկավ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբից, նվագելու Մոցարտի համերգներից մեկը, համերգ, որը նվիրված էր անհետացած վարպետների հիշատակին։ Կարոն նստած էր իր տան սրահում, ձեռքում պահելով այդ ոսկեգույն ծրարը եւ զգում էր, թե ինչպես է նրա սիրտը լցվում հակասական զգացումներով։ Մի կողմից նա ուրախ էր, որ աշխարհը դեռ հիշում էր նրան, որ նրա անունը դեռ նշանակում էր ինչ-որ բան։ Մյուս կողմից նա զգում էր դատարկություն, որովհետև հասկանում էր, որ նա այլևս չուներ այն գործիքը, որով ստեղծել էր իր լեգենդը։ Նրա սրբազան ջութակը, այն գործիքը, որը կրել էր նրա նախնիների հոգին, հիմա թաղված էր սատանայի կիրճի խորքերում, զոհաբերված անիծքը կոտրելու համար։ Անին մտավ սենյակ եւ տեսավ հորը, նայելով հրավերին այնպիսի հայացքով, կարծես նա փորձում էր կարդալ ինչ-որ թաքնված ուղերձ։ Նա նստեց նրա կողքին եւ հարցրեց. «Հայր, ինչ ես մտածում, կգնաս Վիեննա»։ Կարոն շնչեց խորը եւ պատասխանեց. «Ես չգիտեմ, դուստրս, ինչպես կարող եմ նվագել առանց իմ ջութակի։ Ինչպես կարող եմ կանգնել այդ բեմին եւ պատմել աշխարհին, որ ես զոհաբերել եմ իմ ամենաթանկ բանը»։ Անին վերցրեց հոր ձեռքը եւ ասաց. «Բայց դու չես զոհաբերել այն փողի կամ փառքի համար։ Դու զոհաբերել ես այն սիրո համար, ինձ համար, մեր ընտանիքի համար։ Եվ դա ամենամեծ նվագն է, որ դու երբևէ կատարել ես»։ Կարոն նայեց դստերը եւ տեսավ նրա աչքերում այնպիսի սեր եւ հպարտություն, որը ստիպեց նրան հասկանալ, նա արել է ճիշտ ընտրություն։ Նա ժպտաց եւ ասաց. «Գուցե դու ճիշտ ես։ Գուցե ժամանակն է ցույց տալ աշխարհին, որ ես դեռ կարող եմ նվագել, նույնիսկ առանց այդ ջութակի։ Գուցե ժամանակն է ապացուցել, որ իսկական վարպետը ոչ թե գործիքն է, այլ հոգին»։ Նա վերկացավ եւ գնաց իր սենյակ, որտեղ պահում էր մի հին ջութակ, սովորական գործիք, որը գնել էր տարիներ առաջ որպես պահեստային։ Այն չէր նման նրա սրբազան ջութակին, այն չուներ այն ջերմությունը, այն հմայքը, այն պատմությունը։ Բայց երբ Կարոն վերցրեց այն իր ձեռքերը եւ դրեց ուսին, նա զգաց ինչ-որ բան տարօրինակ։ Նա զգաց, որ այս ջութակը սպասում էր իր պահին, սպասում էր, որ Կարոն տա դրան կյանք, տա դրան հոգի։ Նա սկսեց նվագել, եւ առաջին նոտաները հնչեցին անվստահ, դողացող, բայց հետո քայլ առ քայլ նա սկսեց գտնել իր ռիթմը, իր ձայնը, իր հոգին։ Եվ երբ նա ավարտեց, Անին կանգնած էր դռան մոտ, արցունքներով աչքերում ծափահարելով։ Կարոն որոշեց ընդունել հրավերը։ Նա պատրաստվեց երկար, վարժվելով ամեն օր, սովորելով նոր տեխնիկաներ, փորձելով հարմարվել նոր գործիքին։ Եվ 2 ամիս անց նա եւ Անին թռան դեպի Վիեննա։ Համերգը պետք է տեղի ունենար Մուզիկֆերային սրահում, աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներից մեկում։ Երբ Կարոն մտավ այդ սրահը եւ տեսավ հազարավոր նստատեղները, զգաց, թե ինչպես է նրա սիրտը սկսում բաբախել ավելի արագ։ Նա չէր կանգնել այսպիսի բեմին տասնամյակներ շարունակ։ Նա չէր զգացել այսպիսի լարվածություն, այսպիսի հուզմունք, այսպիսի վախ եւ հույս միաժամանակ։ Բայց երբ նա ելավ բեմ եւ տեսավ այդ ողջ սրահը, լի մարդկանցով, ովքեր եկել էին լսելու նրան, նա զգաց ուժ, որը չգիտեր որտեղ ունի։ Նա բարձրացրեց ջութակը, փակեց աչքերը եւ սկսեց նվագել։ Այն, ինչ տեղի ունեցավ հաջորդ 45 րոպեների ընթացքում, դարձավ լեգենդ։ Կարո Հայրապետյանը նվագեց այնպես, ինչպես երբեք չէր նվագել իր կյանքում։ Նա նվագեց ոչ թե տեխնիկայով, ոչ թե վարպետությամբ, այլ հոգով։ Նա նվագեց իր ցավը, իր սերը, իր կորուստները, իր հաղթանակները։ Նա նվագեց Արմինեի համար, ով մահացել էր սիրելով նրան։ Նա նվագեց Գագիկի համար, ով զոհաբերել էր ամեն ինչ պաշտպանելու նրան։ Նա նվագեց Անիի համար, ով մնացել էր նրա կողքին, անկախ ամեն ինչից։ Եվ նա նվագեց իր սրբազան ջութակի համար, որը հիմա հանգչում էր երկրի խորքերում, ազատ անիծքից, ազատ ցավից։ Երբ նա ավարտեց, սրահում տիրեց այնպիսի լռություն, որ կարելի էր լսել սրտերի բաբախյունը։ Եվ հետո, հանկարծ, ողջ սրահը վեր թռավ եւ սկսեց ծափահարել այնպիսի ուժով, որ պատերը դողում էին։ Մարդիկ լացում էին, մարդիկ աղաղակում էին, մարդիկ պահանջում էին կրկնություն։ Բայց Կարոն միայն կանգնեց այնտեղ, ջութակը ձեռքին, արցունքներով աչքերում, եւ շնորհակալություն էր տալիս լռությամբ։ Համերգից հետո Կարոյի մոտ եկավ մի ծեր մարդ, ձեռքին հին պայուսակ։
Նա ներկայացավ որպես Ջովաննի Մարտինելի, իտալացի ջութակների հավաքորդ, ով ապրել էր Վիեննայում 60 տարի։ Նա ասաց Կարոյին. «Պարոն Հայրապետյան, ես լսել եմ ձեր պատմությունը։ Ես լսել եմ, որ դուք զոհաբերել եք ձեր սրբազան ջութակը։ Եվ ես ուզում եմ տալ ձեզ ինչ-որ բան, որը կարող է փոխհատուցել այդ կորուստը»։ Նա բացեց պայուսակը եւ հանեց մի ջութակ, որը ճառագայթում էր անհավատալի գեղեցկությամբ։ Այն եղել էր պատրաստված 18-րդ դարում Կրեմոնայում հայտնի վարպետ Ստրադիվարիի աշակերտի կողմից։ Ջովաննին ասաց. «Այս ջութակը պատկանել է իմ ընտանիքին 3 սերունդներ շարունակ։ Բայց ես չունեմ ժառանգներ, եւ ես ուզում եմ, որ այն գնա մարդու մոտ, ով իսկապես հասկանում է դրա արժեքը։ Դուք ապացուցեցիք այսօր, որ դուք այդպիսի մարդ եք»։ Կարոն նայեց այդ ջութակին եւ զգաց, թե ինչպես է նրա հոգին սկսում երգել, բայց նա նաեւ զգաց կասկած։ Արդյոք նա արժանի էր այսպիսի նվերի։ Արդյոք նա կարող էր ընդունել այն գիտենալով, որ նա զոհաբերել էր իր սեփական ջութակը։ Ջովաննին տեսավ Կարոյի կասկածը եւ ասաց. «Մի վախեցեք, պարոն Հայրապետյան, այս ջութակը չի փոխարինի ձեր սրբազանը։ Ոչինչ չի կարող փոխարինել այն, բայց այս ջութակը կարող է լինել նոր սկիզբ, նոր պատմություն, նոր ժառանգություն։ Վերցրեք այն եւ շարունակեք ձեր ճանապարհը։ Աշխարհը դեռ կարիք ունի ձեր երաժշտության»։ Կարոն վերցրեց ջութակը դողացող ձեռքերով եւ զգաց, թե ինչպես է այն տաքանում նրա շոշափումից։ Նա դրեց այն ուսին եւ նվագեց մի կարճ մեղեդի։ Եվ այդ մեղեդին հնչեց այնպես գեղեցիկ, այնպես մաքուր, այնպես կենդանի, որ Անին, ով կանգնած էր մոտակայքում, սկսեց լացել երջանկությունից։ Կարոն շնորհակալություն տվեց Ջովաննիին եւ գրկեց նրան։ Նա հասկացավ, որ կյանքը միշտ գտնում է ճանապարհ, վերականգնելու այն, ինչ կորցրել ենք, եթե մենք բաց ենք նոր հնարավորությունների համար։ 2010 թվականին Կարո Հայրապետյանը վերադարձավ Հայաստան, իր նոր ջութակով եւ նոր հույսով։ Նա սկսեց սովորեցնել երիտասարդ երաժիշտների, փոխանցելով նրանց իր գիտելիքները, իր փորձը, իր սերը երաժշտության նկատմամբ։ Նրա տունը դարձավ մի տեսակ ակադեմիա, որտեղ հավաքվում էին տաղանդավոր երեխաներ եւ պատանիներ սովորելու վարպետից։ Կարոն սովորեցնում էր նրանց ոչ միայն տեխնիկա, այլև ինչ-որ բան ավելի կարևոր։ Նա սովորեցնում էր նրանց, թե ինչպես դնել հոգին երաժշտության մեջ, ինչպես վերածել նոտաները զգացմունքների, ինչպես խոսել ջութակով այնպես, որ մարդիկ հասկանան առանց բառերի։ Նրա աշակերտներից շատերը դարձան հայտնի երաժիշտներ, բայց բոլորը հիշում էին Կարոյի ամենակարևոր դասը։ Երաժշտությունը ոչ թե մրցակցություն է, այլ սեր։ Եթե դուք նվագում եք փառքի կամ փողի համար, դուք կորցնում եք ձեր հոգին, բայց եթե դուք նվագում եք սիրո համար, դուք երբեք չեք կորցնի ձեր ճանապարհը։ Բայց Կարոյի անցյալը դեռ չէր թողել նրան լիովին։ 2011 թվականի աշնանը նա ստացավ անանուն նամակ, որը ուղարկված էր Իտալիայից։ Նամակում գրված էր. «Պարոն Հայրապետյան, ես գիտեմ, թե որտեղ է ձեր հին ջութակը։ Ես գիտեմ, որ դուք զոհաբերել եք այն սատանայի կիրճում, բայց ես նաև գիտեմ, որ այն չի մնացել այնտեղ։ Ինչ-որ մեկը գտել է այն եւ հանել դուրս։ Այդ մարդը հիմա փորձում է վաճառել այն սև շուկայում։ Եթե դուք ուզում եք վերադարձնել ձեր ջութակը, դուք պետք է գաք Ռոմա, Վիա Վենետո, տուն 42, բնակարան 7, բայց շտապեք, ժամանակը սպառվում է»։ Կարոն կարդաց այդ նամակը եւ զգաց, թե ինչպես է նրա սիրտը սկսում բաբախել ավելի արագ։ Արդյոք դա ճշմարտություն էր։ Արդյոք իսկապես ինչ-որ մեկը գտել էր նրա ջութակը, թե դա եղավ որոքայթ, փորձ խաբելու նրան։ Կարոն ցույց տվեց նամակը Անիին եւ նրանք երկար քննարկեցին ինչ անել։ Անին ասաց. «Հայր, դու զոհաբերել ես այդ ջութակը անիծքը կոտրելու համար։ Եթե դու հիմա փորձես վերադարձնել այն, գուցե անիծքը վերադառնա»։ Բայց Կարոն շարժեց գլուխը եւ ասաց. «Ես չեմ ուզում վերադարձնել այն ինձ համար։ Ես ուզում եմ վերադարձնել այն մեր ժողովրդի համար։ Այդ ջութակը ոչ թե իմ սեփականությունն է, այլ մեր ազգային ժառանգությունը։ Եթե այն իսկապես գտնվում է Իտալիայում եւ ինչ-որ մեկը փորձում է վաճառել այն, ես պարտավոր եմ կանխել դա»։ Անին հասկացավ, որ հայրը ճիշտ է, եւ նրանք որոշեցին գնալ Ռոմա միասին։ Նրանք թռան հաջորդ օրը, եւ երբ հասան այդ հասցեին, գտան մի հին շենք, կիսաքանդված, լքված։ Նրանք բարձրացան 7-րդ հարկ եւ զարկեցին դուռը։ Դուռը բացեց մի ծեր կին, սև հագուստով, դեմքը ծածկված քողով։ Կինը նայեց նրանց եւ ասաց իտալերեն. «Դուք եկել եք ջութակի համար։ Մտեք»։ Նրանք մտան փոքրիկ բնակարան, որը լի էր հին գրքերով, փոշոտ կահույքով, տարօրինակ հոտով։ Կինը նստեց աթոռին եւ ասաց. «Ես գիտեի, որ դուք կգաք։ Ես սպասում էի ձեզ»։ Կարոն հարցրեց. «Ո՞վ եք դուք։ Ինչպես գտաք իմ ջութակը»։
Կինը հանեց քողը եւ Կարոն տեսավ մի դեմք, որը ծածկված էր կնճիռներով, բայց աչքերը դեռ փայլում էին խելացիությամբ։ Նա ասաց. «Իմ անունը Մարիա Ռոսին է։ Ես եղբայրը եմ այն Գևորգ Սարգսյանի, ով փորձեց գողանալ ձեր ջութակը տարիներ առաջ։ Երբ իմ եղբայրը սպանվեց, ես երդվեցի գտնել այդ ջութակը եւ վերադարձնել այն ձեզ։ Ես ծախսեցի 10 տարի փնտրելով այն։ Եվ վերջապես 2 ամիս առաջ ես լսեցի լուրեր, որ մի խումբ գանձի որսորդներ գտել են ինչ-որ բան Հայաստանի հարավում։ Ես գնացի այնտեղ եւ տեսա, որ նրանք փորձում են վաճառել ձեր ջութակը։ Ես գնեցի այն նրանցից, օգտագործելով իմ եղբոր փողերը, որոնք նա թողել էր ինձ իր մահից հետո»։ Կարոն զգաց, թե ինչպես է նրա աշխարհը կրկին շրջվում։ Ուրեմն նրա ջութակը իսկապես գտնվել էր եւ այն փրկել էր այն մարդու քույրը, ով փորձել էր գողանալ այն։ Կյանքը լի էր այսպիսի տարօրինակ շրջադարձերով, այսպիսի անսպասելի արդարությամբ։ Նա հարցրեց. «Ինչու դուք արեցիք սա։ Ինչու դուք ծախսեցիք այսքան ժամանակ եւ փող փրկելու իմ ջութակը»։ Մարիան նայեց նրան եւ ասաց. «Որովհետեւ իմ եղբայրը մեղավոր էր։ Նա փորձեց գողանալ ձեր ամենաթանկ բանը եւ դրա համար նա վճարեց իր կյանքով։ Բայց ես չեմ ուզում, որ նրա մեղքը հետապնդի մեր ընտանիքը հավերժ։ Ես ուզում եմ փրկագնել նրա հիշատակը, անելով ճիշտ բանը։ Ես ուզում եմ վերադարձնել ձեզ այն, ինչ նա փորձեց վերցնել»։ Նա վեր կացավ եւ գնաց մյուս սենյակ։ Երբ վերադարձավ, նրա ձեռքում էր մի հին տուփ ծածկված փոշով։ Նա բացեց այն եւ Կարոն տեսավ իր սրբազան ջութակը, ամփոփող, գեղեցիկ, սպասելով նրան։ Կարոն վերցրեց ջութակը դողացող ձեռքերով եւ զգաց, թե ինչպես է նրա հոգին կրկին միավորվում դրա հետ։ Նա շոշափեց փայտը, նա շոշափեց լարերը, նա զգաց այն ծանոթ ջերմությունը, որը միշտ սիրել էր։ Բայց նա նաեւ զգաց ինչ-որ բան այլ։ Նա զգաց, որ այս ջութակը փոխվել էր։ Այն այլևս չէր կրում անիծքը, այն այլևս չէր կրում ցավը։ Այն ազատվել էր, ճիշտ այնպես, ինչպես Կարոն ազատվել էր իր անցյալից։ Նա նայեց Մարիային եւ ասաց. «Շնորհակալ եմ։ Դուք փրկել եք ոչ միայն իմ ջութակը, այլև ձեր եղբոր հիշատակը։ Դուք ապացուցել եք, որ սերը եւ արդարությունը միշտ ավելի ուժեղ են, քան ատելությունը եւ վրեժխնդրությունը»։ Մարիան ժպտաց եւ ասաց. «Տարեք այն տուն, պարոն Հայրապետյան։ Տարեք այն Հայաստան եւ թող այն հնչի կրկին։ Թող աշխարհը լսի դրա ձայնը եւ հիշի, որ իսկական արվեստը երբեք չի մեռնում»։ Կարոն եւ Անին վերադարձան Երևան 2 ջութակով։ Մեկը նորը, որը նվիրել էր Ջովաննի Մարտինելին, եւ մյուսը հինը, որը վերադարձել էր անհավատալի ճանապարհով։ Կարոն որոշեց պահել երկուսն էլ, հուսնել, բայց նվագել միայն նորով։ Հին ջութակը նա դրեց Երևանի պատմության թանգարանում, որպես ցուցադրություն, որպիսի մարդիկ կարողանան տեսնել այն, շոշափել դրա պատմությունը, հասկանալ դրա արժեքը։ Եվ կողքին նա դրեց մի փոքրիկ տախտակ, որի վրա գրված էր. «Այս ջութակը պատկանել է Հայրապետյանների ընտանիքին 5 սերունդներ շարունակ։ Այն կրել է մեր նախնիների հոգին, մեր ցավը, մեր սերը։ Այն զոհաբերվել է անիծքը կոտրելու համար, եւ այն վերադարձել է ապացուցելու, որ սերը միշտ հաղթում է»։ 2017 թվականին Կարո Հայրապետյանի 85-րդ ծննդյան օրը Երևանի օպերայի թատրոնում տեղի ունեցավ հատուկ համերգ, նվիրված վարպետի կյանքին եւ ստեղծագործությանը։ Սրահը լի էր մարդկանցով, հին եւ երիտասարդ, հայտնի եւ անծանոթ։ Բոլորը եկել էին տեսնելու եւ լսելու լեգենդին։ Կարոն ելավ բեմ, իր նոր ջութակով ձեռքին, եւ ողջ սրահը վեր թռավ ծերթրարելով, հելով։ Նա կանգնեց այնտեղ երկար, նայելով այդ ողջ ծովին մարդկանցից, ովքեր սիրում էին նրան, ովքեր հիշում էին նրան, ովքեր գնահատում էին նրա ստեղծածը։ Եվ նա զգաց, թե ինչպես է նրա սիրտը լցվում երախտագիտությամբ։ Նա սկսեց խոսել, եւ նրա ձայնը հնչեց հանգիստ, բայց ուժեղ։ Սիրելի ընկերներ, ես կանգնած եմ այստեղ այսօր ոչ թե որպես վարպետ, այլ որպես մի մարդ, ով սովորել է կյանքի ամենակարևոր դասերը։ Ես սովորել եմ, որ իսկական գանձը ոչ թե ոսկին է, ոչ թե փառքը, այլ սերը։ Ես սովորել եմ, որ երբեմն մենք պետք է զոհաբերենք մեր ամենաթանկ բանը, փրկելու այն, ինչը ավելի կարևոր է։ Եվ ես սովորել եմ, որ կյանքը միշտ գտնում է ճանապարհ վերականգնելու այն, ինչ մենք կորցրել ենք, եթե մենք բաց ենք նոր հնարավորությունների համար։ Նա բարձրացրեց ջութակը եւ սկսեց նվագել։ Նա նվագեց իր կյանքի պատմությունը, երեխայությունից մինչև ծերություն, փառքից մինչև անկում, կորուստից մինչև վերագտնում։ Նա նվագեց Արմինեի համար, ով սիրել էր նրան այնքան, որ դավաճանել էր նրան, փրկելու նրան։ Նա նվագեց Գագիկի համար, ով պահպանել էր գաղտնիքը մինչև մահ։ Նա նվագեց Վահանի համար, ով կորցրել էր ինքն իրեն ագահության մեջ։
Նա նվագեց Անիի համար, ով մնացել էր նրա կողքին, անկախ ամեն ինչից։ Եվ նա նվագեց իր սրբազան ջութակի համար, որը հիմա հանգչում էր թանգարանում որպես վկայություն նրա ճանապարհի։ Երբ նա ավարտեց, սրահում տիրեց լռություն, այնպիսի խորը, որ կարծես ժամանակը կանգ էր առել։ Եվ հետո մեկ առ մեկ մարդիկ սկսեցին վեր կենալ եւ ծափահարել։ Նրանք ծափահարեցին երկար, շատ երկար, եւ շատերի աչքերում էին արցունքներ։ Համերգից հետո Կարոյի մոտ եկավ մի երիտասարդ տղա, 14 տարեկան, ձեռքին փոքրիկ ջութակ։ Նա ասաց դողացող ձայնով. «Պարոն Հայրապետյան, ես ուզում եմ դառնալ ձեր նման։ Ես ուզում եմ սովորել նվագել այնպես, ինչպես դուք։ Կարող եմ գալ ձեր մոտ դասերի»։ Կարոն նայեց այդ տղային եւ տեսավ նրա աչքերում այն նույն կրակը, որը ինքը ունեցել էր երեխայության ժամանակ։ Նա ժպտաց եւ ասաց. «Իհարկե, որդիս, բայց ես կսովորեցնեմ քեզ ոչ միայն նվագել, այլև սիրել, որովհետև առանց սիրո երաժշտությունը միայն ձայն է, բայց սիրով այն դառնում է հոգի»։ Տղան ժպտաց եւ գրկեց Կարոյին։ Եվ այդ պահին Կարոն հասկացավ, որ նրա ժառանգությունը շարունակվելու է, որ նրա պատմությունը չի վերջանա նրա մահով, որ նրա երաժշտությունը կապրի սերունդներ շարունակ։ Կարո Հայրապետյանը ապրեց դեռ 5 տարի այդ օրից հետո։ Նա շարունակեց սովորեցնել, շարունակեց նվագել, շարունակեց սիրել։ Նա տեսավ, թե ինչպես են նրա աշակերտները դառնում հայտնի երաժիշտներ, թե ինչպես են նրանք տարածում նրա ուսմունքները աշխարհով մեկ։ Նա տեսավ, թե ինչպես է Անին ամուսնանում եւ ունենում երեխաներ, թե ինչպես է նրա ընտանիքը շարունակվում։ Եվ նա զգաց խաղաղություն, որը երբեք չէր զգացել իր կյանքում։ 2022 թվականի ձմեռը, մի հանգիստ գիշեր, Կարո Հայրապետյանը փակեց աչքերը վերջին անգամ։ Նա մեռավ իր տանը, իր անկողնում, Անիի ձեռքը պահելով։ Նրա վերջին բառերը եղան. «Ես երջանիկ եմ։ Ես ապրեցի լիարժեք կյանք։ Ես սիրեցի եւ սիրված եղա։ Ես ստեղծեցի եւ ստեղծածս կմնա։ Ես ազատ եմ»։ Նրա թաղմանը եկան հազարավոր մարդիկ։ Նրանք եկան Հայաստանից, Ռուսաստանից, Եվրոպայից, Ամերիկայից։ Նրանք եկան հարգել վարպետին, հրաժեշտ տալ լեգենդին, շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ նա տվել էր աշխարհին։ Եվ երբ նրա դագաղը իջեցվեց գերեզման, նրա աշակերտներից մեկը վերցրեց ջութակ եւ սկսեց նվագել։ Նա նվագեց այն երգը, որը Կարոն ամենաշատն էր սիրում, երգը, որը նա նվագել էր Արմինեի թաղմանը։ Եվ այդ երաժշտությունը լցրեց գերեզմանատունը, հուզեց ծառերը, դիպավ երկնքին։ Մարդիկ լացում էին, բայց դրանք եղան ոչ թե ցավի արցունքներ, այլ երախտագիտության արցունքներ։ Նրանք լացում էին, որովհետև հասկանում էին, որ նրանք կորցրել են մի մեծ մարդու, բայց նաև, որ նրա ժառանգությունը կապրի հավերժ։ Այսօր, երբ դուք այցելում եք Երևանի պատմության թանգարան, դուք կարող եք տեսնել Կարո Հայրապետյանի սրբազան ջութակը, ցուցադրված հատուկ սրահում։ Կողքին կա նրա լուսանկարը, երիտասարդ, ժպտացող, լի երազանքներով։ Եվ եթե դուք ուշադիր լսեք, գուցե կլսեք նրա ջութակի ձայնը, հնչելով դեռ, շշնջալով պատմություններ անցյալի մասին, հիշեցնելով մեզ, որ իսկական արվեստը երբեք չի մեռնում։ Կարո Հայրապետյանի պատմությունը պատմություն է սիրո եւ զոհաբերության մասին, դավաճանության եւ ներիտալու մասին, կորստի եւ վերագտնման մասին։ Դա պատմություն է մի մարդու մասին, ով սովորեց, որ ամենաթանկ բանը կյանքում ոչ թե այն է, ինչ մենք ունենք, այլ այն, ինչ մենք տալիս ենք։ Եվ դա պատմություն է մեզ բոլորի համար, հիշեցնելու, որ մենք բոլորս ունենք մեր սեփական ջութակը, մեր սեփական երաժշտությունը, մեր սեփական ժառանգությունը։ Եվ մեր պարտականությունն է պահպանել այն, պաշտպանել այն եւ փոխանցել այն հաջորդ սերունդներին։ Բարեկամներ, ինչ եք կարծում Կարո Հայրապետյանի մասին։ Արդյոք նա զոհ էր իր սեփական կատարելության, թե հերոս, ով սովորեց ազատվել անցյալից։ Արդյոք նրա ընտանիքը ճիշտ արեց գողանալով ջութակը, թե նրանք դավաճանեցին նրան։ Արդյոք դուք կզոհաբերեիք ձեր ամենաթանկ բանը փրկելու ձեր սիրելիներին։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, մեզ համար շատ կարևոր է իմանալ, թե արդյոք Կարո Հայրապետյանի պատմությունը դեռ ապրում է ձեր սրտերում։ Եթե այս պատմությունը դիպավ ձեր հոգուն, սեղմեք հավանել եւ բաժանորդագրվեք մեր ալիքին, լսելու ավելի շատ պատմություններ այն մարդկանց մասին, ովքեր փոխեցին աշխարհը իրենց արվեստով, իրենց սիրով, իրենց զոհաբերությամբ։ Շնորհակալություն, որ եղաք մեզ հետ այս երկար ճանապարհորդության ընթացքում։ Մինչև հանդիպում։